Տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ, վարչապետը ելույթ է ունեցել ԵԱՏՄ նիստում։ Ռուսաստանից դարձյալ պնդում են, ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև, իսկ Հայաստանն ասում, դեռ այդ կետը չէ։ Հանրային քաղաքական շրջանակների քննարկման թոփ թեմաներից մեկը շարունակում է մնալ եկեղեցու եւ աշխարհիկ վերնախավերի հակասությունները, ամենայն հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, բայց կհեռանա գահից, համոզված է Վազգեն arczepiskopos-ը։ Խուզարկություններ Արցախի ներկայացուցչությունում, ինչ էին փնտրում քննիչները, ինչ կապ ունի Արցախի ներդրումային հիմնադրամը, Սամվել Կարապետյանն ու Արտշին բանկը։ Բարի կեսօր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Հայաստանի վարչապետը Մոսկվայում է, մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Հիշեցնեմ, նախորդին Նիկոլ Փաշինյանին տեղափոխող կառավարական ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում փակ օդային տարածքի պատճառով եւ ուղղությունը փոխել է դեպի այլընտրանքային օդանավակայան։ Ինքնաթիռը գրեթե 1 ժամ պտտվել է Տվերի մարզի վրայով, սպասելով վայրէջքի թույլտվության, բայց այդպես էլ չի ստացել։ Ինքնաթիռը ի վերջո ուղղությունը փոխել է դեպի Սանկտ Պետերբուրգ, Պուլկովո միջազգային օդանավակայան, հետո ժամեր անց այնտեղից մեկնել Մոսկվա։ Ուկրաինական անօդաչու սարքերի գրոհի հետևանքով Մոսկվայի օդակայաններում հետաձգվել է մոտ 200 չվերթ։ Մոսկվայում նախ տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը, որին բացի ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներից մասնակցել է նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի վարչապետը։ Վարչապետ Փաշինյանը ընդլայնված կազմով նիստում հանդես է եկել ելույթով, մասնավորապես նշելով, որ Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնումը, այն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսությունում կազմակերպության դերի հետագա ամրապնդման հիմնական գործոն։ Ազատ առևտրի մասին նոր համաձայնագրերի կնքումը ոչ միայն ակտիվացնում է երկխոսությունը, այլև նպաստում է ԵԱՏՄ մրցունակության բարձրացմանը, մեր երկրների համար բացելով տնտեսական աճի նոր հնարավորություններ։ Ըստ Փաշինյանի, տնտեսական համագործակցության ևս մեկ կարևոր բաղադրիչ է նաև տրանսպորտի եւ լոգիստիկայի ոլորտը։ Տրանսպորտային ենթակառուցվածքների դիվերսիֆիկացիան կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ առևտրաշրջանառության աճի համար։ Այս համատեքստում վարչապետը նշել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող դրական փոփոխությունները բացում են տնտեսական համագործակցության խորացման նոր հնարավորություններ։ Հետո վարչապետ Փաշինյանը, ինչպես 7 տարի շարունակ ԵԱՏՄ նիստերում, այնպես էլ այս անգամ խոսել է ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման մասին, այն համարելով կարևոր նախապայման ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար հավասար ու կանխատեսելի պայմաններ ապահովելու գործում։ Անհրաժեշտ է հետևողականորեն շարժվել դեպի բոլոր կողմերի արդյունավետ փոխազդեցությունը, թափանցիկությունը եւ շահերի հավասարակշռությունն ապահովող լիարժեք գործունակ ընդհանուր շուկաների ստեղծումը։ Հայաստանի դեմ հիբրիդային ագրեսիաների առաջամարտիկ Ռուսաստանի մայրաքաղաքում Հայաստանի վարչապետը խոսել է նաև տեղեկատվության պաշտպանության համատեղ մեխանիզմների ստեղծման, կարևորագույն ենթակառուցվածքների դիմադրողականության բարձրացման եւ կիբերսպառնալիքներին արձագանքելու ստանդարտների ու մեթոդաբանությունների մշակման առաջնահերթության մասին, որն էլ կնպաստի վստահության ձևավորմանը։ Կոնկրետ արդյունքների հասնելու համար էլ Փաշինյանը կարևորել է համատեղ նորարարությունների համակարգված ներդրումը, թվային վերափոխումը, էլեկտրոնային առևտուրը, համատեղ արդյունաբերական եւ ագրոարդյունաբերական կոորպորացիոն նախագծերի համար արդյունավետ ֆինանսական աջակցության մեխանիզմների ստեղծումն ու մշակումը։ Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ ինչ-որ պահի Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրոպական միության ու Եվրասիական տնտեսական միության միջև, երկու դաշինքներում միաժամանակ մնալը անհնար է։ Ալեքսեյ Օվերչուկը ասել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը այս տարի զգալիորեն նվազել է։ Անցած տարվա 12.4 միլիարդ դոլար առևտրի փոխարեն այս տարի ցուցանիշը հավանաբար կկազմի 6 միլիարդ դոլար, նշել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Օվերչուկը հայտարարել է, ռուսական բիզնեսները զգուշանում են Հայաստանի հետ աշխատելուց։ Իդեպ Եվրամիության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի ազգային ժողովի ընդունած օրենքին արձագանքելով Օվերչուկն ասել էր, որ Երևանի քայլերը հակասում են ԵԱՏՄ նորմերին։ Հայաստանի վարչապետը, հիշեցնենք, Գերմանիայից է մեկնել Ռուսաստան։ Մինչ այդ ավարտելով հանդիպումները Գերմանիայում պատասխանել է լրագրողների հարցերին։ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալը նպատակ չէ, բայց Եվրամիության անդամ դառնալը նպատակ է, հայտարարել է Հայաստանի վարչապետը, նշելով, հասկանում ենք, որ Եվրամիության ու Եվրասիական
Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չէ եւ հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետք է որոշում կայացնել, բայց այսօր այդ կետը չէ։ Այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, իսկ եթե չկա, ինչի համար կայացնենք։ Ես այստեղից իմիջայլոց մեկնում եմ Մոսկվա, որտեղ պետք է մասնակցեմ Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Հիմա մենք խորացնում ենք հարաբերությունները Եվրամիության հետ, եւ ես այստեղից մեկնում եմ Մոսկվա։ Հիմա կա անհամատեղելիություն, թե չկա։ Եթե ակնհայտորեն չկա, որովհետեւ երկուսն էլ իրականության մեջ տեղի է ունենում։ Երբ որ կգա այն կետը, որ մենք հասկանանք կա անհամատեղելիություն, այդ ժամանակ ինչ որոշում կմտածենք, ինչ որոշում կայացնենք։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն էլ խոսել է Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններից։ Մարիա Զախարովան ասել է, թե Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ, որը պահպանում է իր բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։ Նրա խոսքով կազմակերպությունում գործընկերների ակտիվ, նորմալ, լիարժեք աշխատանքի վերսկսման համար խոչընդոտներ չկան։ Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ մասնակցության որոշակի սառեցմանը, ապա միավորման նորմատիվ իրավական բազայում նման ձև նախատեսված չէ, պնդել է նա։ Հանրային քաղաքական շրջանակների քննարկման թոփ թեմաներից մեկը շարունակում է մնալ եկեղեցու եւ աշխարհիկ վերնախավերի հակասությունները։ Ամենայն հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Բալթյան երկրների թեմի առաջնորդը Փաշինյանի ձեռքը սեղմած, ապա վեհափառին սրբապղծության հովանավոր համարած միաբաններից է։ Միակ ուղին այս ամբողջի լուծման վեհափառ հայրապետի հանդիպումն է Հայաստանի վարչապետի հետ քննարկելու վեհափառ տիրոջ հանգստի կոչվելու պայմանները։ Ազատության հետ զրույցում ասել է Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Նա չի կասկածում, որոշ ուժերի ազդեցության տակ է փոխվում վեհափառի տրամադրությունը եւ այդ ուժերը ըստ նրա այսօր էլ խանգարում են։ Ըստ Սրբազանի հայաստանյան ընդդիմությունն ու Ռուսաստանն են, որ վեհափառը նրա Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ եղբայրը այլ երկրների շահեր են առաջ մղում, Փաշինյանը բազմիցս է հայտարարել։ Սակայն մինչ այժմ ոչ մի փաստ չի հրապարակվել, քրեական որևէ գործընթացի մասին հայտնի չէ։ Կաթողիկոսն էլ է այլ երկրի շահեր սպասարկում, չի կասկածում Վազգեն Սրբազանը։ Գերմանիայում հարցուպատասխանի ժամանակ Հայաստանի վարչապետից հետաքրքրվել է նաև քաղաքական ու եկեղեցական վերնախավի միջև հակասության մասին։ Վարչապետը նշել է, որ ամբողջ պատմությունը հայ առաքելական եկեղեցու թեմայով զուտ համապատասխանելու մասին է։ Նախ եւ առաջ համապատասխանությունը եկեղեցու իր կանոններին։ Ինչ ենք մենք ցանկանում։ Մենք ցանկանում ենք տապանցիկություն, հաշվետվողականություն, համապատասխանություն Հայաստանի առաքելական եկեղեցու կանոններին, ի նկատի ունեմ համապատասխանությունը եկեղեցականների, հոգևորականների եւ այլն, քանի որ չհամապատասխանելու իրավիճակը հոգևորականներին դարձնում է ավելի խոցելի արտաքին ազդեցության նկատմամբ եւ նրանց կներեք, որ այսպես եմ ձևակերպում, գործիք դարձնելու արտաքին ազդեցության համար։ Մենք ընդամենը ուզում ենք համապատասխանություն լինի, ընդհանրապես եկեղեցու եւ հոգևորականների, եկեղեցականների եւ եկեղեցու ղեկավարների համապատասխանությունը լինի, հաշվետվողականությունը լինի, ոչ ոք չգիտի թե ներ եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ոչ ոք դա չգիտի, քանի ինչ գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում։ Հետո Հայաստանի վարչապետը Գերմանիայից տեսանյութ հրապարակեց, խոսելով կաթողիկոսական տեղապահի ընտրության մասին։ Քանի որ հարցեր են հնչում, հարկ եմ համարում անդրադառնալ Կտրիչ Ներսիսյանի հեռացումից հետո Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման այն ճանապարհային քարտեզին կետ, որը մի քանի օր առաջ հրապարակել եմ եւ հերթով մեկնաբանել այդ կետերը եւ բարձաբանել։ Առաջին կետը վերաբերվում էր կաթողիկոսական տեղապահի ընտրությանը, որը իրոք առաջին քայլն է եւ այդ առումով պիտի ասեմ, որ կարեւոր է, որ դա տեղի ունենա այս պահին Հայաստանյան առաքելական Սուրբ Եկեղեցում գործող կանոնների համապատասխան, ինչքան գիտեմ, դա
իրականացնում է եպիսկոպոսած դասը եւ այս հարցում ես որևէ այլ առաջարկ եւ մոտեցում չունեմ եւ ուզում եմ ասել, որ կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման process-ի կազմակերպումը։ Հիշեցնեմ, կաթողիկոսը դեկտեմբերի 10-ից 12-ը եպիսկոպոսած ժողով էր հրավիրել քննության առնելու Հայաստանի Ծառայքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումներն ու ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Մայրաթորը օրերս հայտարարեց, որ եպիսկոպոսած ժողովը ժամանակավորապես հետաձգվում է պայմանավորված եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներով, այդ թվում կալանավորումները։ Վարչապետի հետ հանդիպած ամենայն հայոց կաթողիկոսի հեռացումը պահանջած եպիսկոպոսներն էլ անդրադարձան եպիսկոպոսած ժողովի հետաձգմանը, ափսոսանք հայտնելով, որ իրենց կողմից բարձրացված լրջագույն հարցերը այդպես էլ մնացին անպատասխան։ Նրանք կոչ արեցին հոգևոր եղբայրներին չտրվել սադրանքների, զերծ մնալ վիրավորական խոսույթից ու չթիրախավորել եպիսկոպոսների նվիրական առաքելությունը։ Հետո Մայրաթորը հույս հայտնեց, որ առաջիկայում Էջմիածնում տեղի կունենա ազգային եկեղեցական ժողով, որը կպատասխանի եւ լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին։ Ի դեպ, դեկտեմբերի 9-ին էլ խուզարկություններ են կատարվել Արշակ arքեպիսկոպոս Խաչատրյանի քեռու եւ քեռու դստեր բնակարաններում, առգրավվել են հեռախոսներն ու համակարգիչները։ Մայրաթորի դիվանապետ Արշակ Խաչատրյանը դեկտեմբերի 4-ին ձերբակալվել էր, դեկտեմբերի 5-ին կալանավորվել 2 ամսով։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնել է հանդիսադիր վայրում հատկանիշներով։ Հետո քննչականից հայտնեցին, անձին թմրամիջոցն իրացվել է Մայրաթորի դիվանատան ընդունարանում։ Ի դեպ, վարչապետ Փաշինյանը այսօր տեսանյութ է հրապարակել ու նշել, որ այս կիրակի եւս մասնակցելու է պատարագի։ Կիրակի օրը դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագի։ Եվ այժմ զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Կարապետյան, սկսենք երևի թե ԵԱՏՄ-նիստից, հա։ Ինչպես մեջ բերեցի վարչապետի ելույթը, վարչապետը հակված է ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները առավել խորացնելու, հա, համատեղ նախագծեր, դրանք կլինեն ագարգո արդյունաբերություն, լոգիստիկաներ, կիբերտարածություն, տեղեկատվության պաշտպանություն եւ այլն, հակասություններ չկան այս ցանկությունների մեջ։ Նկատի ունեք այս ցանկությունների եւ ինչի մեջ, թե ցանկությունների մեջ ինքնին։ Չէ, նկատի ունեմ ցանկությունների եւ ինչպես դուք շատ հաճախ նշում եք, Հայաստանի ժողովրդի կամքը արտահայտող օրենսդրական այն նախաձեռնությունը, օրենքը, որով Հայաստանը ենթադրաբար համաունճ այդ օրենքի պիտի շարժվի։ Շատ լավ, հասկացա։ Հայաստանը վարում է բազմաշերտ արտաքին քաղաքականություն, որը մենք կոչում ենք բալանսավորված եւ բալանսավորման, եւ այստեղ կարեւոր է նաեւ ընդգծել, որ խոսքը 360 աստիճանի մասին է, այլ ոչ թե երկու բևեռների, հա, արևմուտքի եւ արևելքի միջև բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության, եւ այս դիտանկյունից այսօրվա Հայաստանի ընթացիկ քաղաքականությունը ամբողջովին համապատասխանում է մեր հռչակած ուղենիշին, բայց նաեւ հաշվի է առնում ապագայում հնարավոր տեսլականների հարցը։ Եթե հիշում եք, երբ ընդունվեց օրենքը, մենք ասացինք, որ մենք նաև ուզում ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար ձևավորել ապագայի շուրջ տեսլականների որոշակի, այսպես ասած, չակերտավոր մենյու, որից նաև կկարողանանք ապագայում ընտրություն կատարել։ Սա է տրամաբանությունը։ Քանի որ կա գործող հարաբերություն ԵԱՏՄ-ում, այդ գործող հարաբերության ներսում մենք պետք է մաքսիմալ ջանք գործադրենք մեր շահերը առաջ մղելու համար։ Կա շուկա եւ այդ շուկան պետք է մեզ հարմար լինի։ Հետեւաբար վարչապետի արձանագրումներն էլ այդ շուկան մեզ ավելի հարմար գործող այս պայն Հայաստանի համար գործող շուկան մեզ համար ավելի հարմար եւ ձեռնտու դարձնելու մասին է։ Շատ լավ, ինչու եմ հարցնում հակասության մասին, որովհետև նույն Գերմանիայում էլ վարչապետը ասում է, դե հա, պարզ է, որ ընտրության պահ ինչ որ պահի լինելու է, եթե մենք ուզում ենք, հա, այստեղ շատ կարևոր հանգամանքը այդ է։ Այսինքն ուզենալ ես նկատի ունեմ, մենք եթե իրապես դա որպես սահմանում ենք նպատակ, ինչն էլ վարչապետը ասում է, որ նպատակ է Եվրամիությանը անդամակցելը, բայց ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ մեզ համար, հա։ Բառախաղեր, բայց տեսեք, եթե հակասություններ սկսվեն, բնականաբար, ինչպես նաև ռուսական կողմն է
պնդում եւ առհասարակ տրամաբանությունը։ Հայաստանը այո, այդ մի կառույցից պիտի դուրս գա, որ գնա մյուս կառույց կամ դուրս չգա եւ ոչ միտեղ էլ չգնա կոպիտ ասած։ Բայց հակասությունները ախր առաջանում են այն ժամանակ, երբ որ շատ པարզ, հա, այդ ճանապարհով գնալու համար անհրաժեշտ են փոփոխություններ, իրավական, օրենսդրական եւ այլն։ Հիմա դուք կարող եք այսպես մեզ մի 5 տարի էլ ասել, որ դե երբ գա կետը դուրս կգանք, բայց այդ կետը ձեր աշխատանքը պիտի բերի այդ կետին։ Այդ կետը ինքն իրեն այսպես օթից չի գալու եւ ասի կետը եկել է, որոշում կայացրեք։ Ինչու ազգային ժողովը այդպիսի օրենսդրական նախաձեռնություններ չունի, որից էլ արդեն ածանցված լինելու է այդ կետը, որտեղից պետք է որոշում կայացնել։ Ներողություն եմ խնդրում, բայց ես այդ տրամաբանության հետ համամիտ չեմ։ Ինչու՞։ Գործընթացը հետևյալ կերպ է։ Անդամակցությունը որևէ միասնական շուկայի կարգավիճակ է։ Այդ կետին հասնելու դեռ ժամանակ կա եւ սրա մասին փաստորեն բոլորն են խոսում։ Բոլորս էլ գիտենք, որ երկու միասնական շուկան, քանի դեռ այդ երկուսը միմյանց հետ որևէ համաձայնագիր չունեն, երկու միասնական շուկաների իրավական կարգավիճակով անդամ չես կարող միառժամանակ լինել։ Բայց այդ կետին հասնելու ընթացքում այն ինչ դուք ասում եք, օրինակ օրինագծեր կամ բարեփոխումներ, որոնք մենք իրականացնում ենք, կարող ենք իրականացնել ել ավելի մեծ թափ հաղորդել, այդ բոլորը համատեղելի են թե մեկի հետ, թե մյուսի հետ եւ ծավալը այն գործողությունների, որոնք մենք կարող ենք իրականացնել, որոնք համատեղելի են թե մեկի, թե մյուսի հետ, ահռելի է։ Մենք այդ ծավալի, ոնց ասեմ, դեռ մի որոշակի տոկոսն ենք սկսել մտածել անել։ Այ օրինակ բերեմ, հա, ապահովագրությունը բժշկական։ Մենք արվող ռեֆորմների մասին շատ դժվարությամբ ենք մտածում, որ դրանք իրականում այդ վերջնակետերի հետ էլ կապ ունեն։ Այդ ռեֆորմը, որ մեր իրավական կարգավիճակը լինել ԵԱՏՄ-ի անդամ որևէ խնդիր ստեղծել է, որ մենք օրինակ այդ համընդհանուր հայտարարման ռեֆորմա անենք կամ բժշկական ապահովագրության համընդհանուր ապահովագրության ռեֆորմա անենք, բոլորովին չի խանգարը, չէ՞։ Նույն կերպ էլ այլ քայլեր էլ կան։ Օրինակ Եվրոպական միության հետ վերջերս ստորագրվեց ռազմավարական առաջնահերթությունների մասին փաստաթուղթ։ Այդտեղ օրինակը կա գրված, որ Հայաստանը պետք է ինչ-որ մի պահի ունենա կլիմայի մասին օրենք։ Հիմա մեզ այս կլիմայի մասին օրենքը անհրաժեշտ է գրել, եւ սա որևէ հակասություն չունի այդ իրավական կարգավիճակների հետ։ Եվ սա ընդամենը մեկ օրինակ է, իրականում այդ ծավալը, թե մենք ինչ ենք անելու, ինչ պետք է անենք, որպեսզի հասնենք այդ անհնարինության կետին, ահռելի է։ Մենք այդ ճանապարհի դեռևս սկզբում ենք, մեծ թափով պետք է առաջ գնանք իհարկե։ Հա, բայց մյուս կողմում էլ ավելի տրամադրված լինելով համագործակցությունը խորացնել, արդյոք դա չի խոչընդոտելու, որ դուք կարողանաք հասնել այդ անդառնալիության կետին, որտեղ տպավորությունները դուք ավելի շուտ անդառնալիության կետ կհասնեք ԵԱՏՄ-ում, քան Եվրամիության հետ։ Չէ, չի խոչընդոտելու, որովհետև կրկին շեշտեմ, օրինակ ստանդարտների վրա աշխատելը, այն ստանդարտները, որոնք մեզ եվրոպական շուկայի հետ համատեղելիության պետք է տանեն, այդ ստանդարտները այնպես չէ, որ անհամատեղելիության են տանելու, ի նկատի ունեմ ապրանքների որակները։ ԵԱՏՄ շուկայում ընդհակառակը, մենք գիտենք այսօր, որ բազում խնդիրներ ունենք, որոնք պարբերաբար գուցե նաև որոշակի քաղաքական կասկածանքներ առաջացնելով առաջին պլան են մղվում, Հայաստանից արտահանվող ապրանքների մասին է խոսքը։ Եվ եթե մենք աշխատենք այդ ապրանքների որակի վրա, մենք չենք ունենա խնդիրներ ոչ այս գործող շուկայի դիտանկյունից, ոչ էլ եվրոպական շուկաների հետ ինտեգրվելու դիտանկյունից։ Եվ մի վերջին բան էլ ասեմ, մենք պետք է ուշադրություն դարձնենք այս մեր վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների, խոսքը Ղազախստանի հետ համագործակցության մասին է հացահատիկի, այս փուլում հույս ունենանք նաև նոր ապրանքատեսակների, չէ՞ որ Ղազախստանն էլ Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ երկիր է։ Եվ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը, հիշում եք, նախկինում քննադատություն կար, որ այդ համագործակցությունը շատ աստղաձև է, կենտրոնում Ռուսաստանն է, Ռուսաստանը ունի հարաբերություններ մյուս անդամ երկրների հետ։ Հիմա մեզ հաջողվել է ունենալ ինքնուրույն առողջ հարաբերություն ԵԱՏՄ անդամ մեկ այլ երկրի հետ, որը մեզ համար նաև կարևոր հնարավորություն է բացում տնտեսության դիվերսիֆիկացիայի, տարածաշրջանային խնդիրների ԵԱՏՄ-ին անդամակցելուց 20 տարի անց, այսինքն հիմա մենք կարող ենք մի 20 տարի էլ սպասել, այդպես կյանքներս անցնի, հետո մեկ այլ անդամի հետ հնարավոր լինի ինչ որ մի ապրանքախումբ բերել, մի 20 տարի հետո մյուսից բերել, այտենց մի 100 տարի հետո նոր բոլորից կարողանանք մեր բոլոր կարիքները բավարարել։ Բայց այսինքն աբսուրդ էլի, ԵԱՏՄ անդամակցությունից 20 տարի անց Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրից կարողանում է մի ապրանքի խումբ բերել։ Դե այդ անցյալի քննադատությունը ես իհարկե կիսում եմ, բայց հիմա մենք նաև գործող իրականության հետ։ Չէ, բայց դուք էլ ուզում եք էլ ավելի խորացնել հարաբերությունները։
Այն համատեքստում, որ դա մեզ անհրաժեշտ է նաև տարածաշրջանային կայունության եւ խաղաղության համար։ Մենք մի քանի նպատակներ պետք է կարողանանք միավորել։ Ամենաառաջնային նպատակը Հայաստանի ժողովրդի խաղաղությունն ու բարեկեցությունն է։ Սրան տարբեր ֆորմատներով մենք կարող ենք աշխատանք կատարել, որպեսզի այդ բարեկեցությունն ու խաղաղությունը աճի։ Այդ դեպքում ինչու օրինակ Օվերչուկը ասում, որ Երևանի քայլերը հակասում են ԵԱՏՄ նորմերին։ Ձեր գործընկերները կամ դուք եք մեզ մանիպուլացնում կամ ձեր գործընկերները։ Ես լսել եմ փոխվարչապետի այն պնդումը, որ համատեղելի չեն կարգավիճակները, այդ իրավական, վերջնական եւ այստեղ վիճելու բան չկա, միանշանակ։ Իմիջիայլոց ասեմ, Եվրոպական միության հետ այդ ռազմավարական փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք, այնտեղ նաեւ նշում կա այդ մասին, որ ըմբռնում կա Բրյուսելում, որ որոշ բաներ կարող են տեղի ունենալ միայն այսինքն այս ընթացիկ փուլում ընդամենը որոշ բաներ կարող են այլ բաներ կարող են տեղի ունենալ միայն այսինքն համատեղելի բաներ միայն կարող են տեղի ունենալ մյուսները պետք է թողնենք ապագային այս ըմբռնումը Հայաստանում էլ կա Բրյուսելում էլ կա ԵԱՏՄ-ում էլ կա եւ այդ ուղղությամբ պետք է այդ ըմբռնմամբ պետք է մենք առաջ շարժվենք բա ինչու է ըստ ձեզ օրինակ ռուսական բիզնեսը զգուշանում Հայաստանի հետ աշխատելու հա դրա պատասխանը ես չունեմ ես ունեմ օրինակ կալանավորել եք ռուսական կապիտալով միլիարդատերին եւ Զախարովան ասում էր մենք այո բնականաբար պետք է զբաղվենք եւ հետաքրքրված ենք ռուսական կապիտալի պաշտպանությամբ հա գիտեք այս Հայաստանի իրավական համակարգը պաշտպանելը իմ առաջնային խնդիրն է եթե դա այլ խնդիրներ է առաջացնում ես այդ նժարներին դնում եմ այդ երկու բանը եւ համեմատում եմ ինչի մեջ եմ ընտրում եւ Հայաստանի իրավական համակարգը այստեղ օրենքի արչեւ բոլորի հավասարությունը պաշտպանելը իմ առաջնային խնդիրն է ես դա պետք է պաշտպանեմ դա իր տնտեսական հետևանքները կարող է ունենալ միտեղ պլյուսով միտեղ մինուսով եւ հաշվարկում համոզված եմ որ դրական է լինելու հաշվեկշիռը որովհետեւ բիզնեսներն էլ հետաքրքրված են այնուամենայնիվ հավասար պայմաններով որևէ տնտեսական գոտում լինելու արտոնյալներ որպեսի չլինեն եւ իրենք բոլորը արդար դատական համակարգի առջև կանգնեն, եթե խնդիրներ ունենան միմյանց միջև, պետության հետ կամ այլ դերակատարների հետ։ Այս սա է առաջնային խնդիրը։ Եթե դա է պատճառը ուզում եմ ասեմ, մտահոգության, ապա մենք մտահոգվելու կարիք չունենք այդ առնչությամբ, եթե դա է պատճառը։ Շատ լավ, անցած տարի առևտրաշրջանառությունը 12.5 միլիարդ, այս տարի Ստովերչուկի 6, եւ դրանից հետո ասում է բիզնեսը ռուսական զգուշանում է Հայաստանի հետ աշխատելու։ Սա ուղիղ դրա արդյունքն է։ Հա, ես համոզված չեմ, ինձ ավելի շատ թվում է, թե գործադիրի ավելի կոմպետենտ գործընկերները սրանք կկարողանան պատասխանել։ Ինձ թվում է, որ նախորդ տարիներին, քանի որ մենք աճ ենք ունեցել պայմանավորված նաև աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող իրադարձություններով, մասնավորապես Ուկրաինայում պատերազմի, գուցե հիմա ավելի մտնում ենք դեպի հետ նորմալության դաշտ եւ դրանով պայմանավորված լինի, բայց կրկին կարծում եմ, որ գործընկերները, ովքեր տնտեսությամբ են զբաղվում, ավելի մանրամասն կկարողանան ասեն, թե որոնք են պատճառները այդ նվազման։ Շատ լավ, իսկ այն որ վարչապետը ասում է դե կգա այդ կետը որոշում կայացնելու, ըստ Հայաստանի շահերի որոշումը կկայացվի, այսինքն դա ենթադրում է, որ կարող է որոշում կայացվել շարունակել մնալ ԵԱՏՄ-ում։ Գիտեք, նախ դա մի որոշում է, որը ժողովուրդը պետք է կայացնի։ Հա, բայց այդ առաջարկը պիտի անի, որ մենք գնանք կայացնենք։ Իհարկե, ես իմ պատկերացումը Ժիրայր, ոնց որ հարցը այսպես պետք է դնենք, ինչ անենք, որպեսզի մեր երկրի զարգացումը, այդ թվում եվրոինտեգրման չտապալենք։ Այս հարցում, եթե մենք ձևը դնենք բովանդակությունից առաջ, ես համոզմունք ունեմ, որ մենք ռիսկեր ենք ստեղծում այդ գործընթացը տապալելու։ Հետևաբար մենք այս մտայնությունից, որ պետք է անընդհատ կառավարությանը հարցնել, երբեք ուղարկում անդամակցության դիմումը, չէ՞, օրինակ շատ տարածված հարց է։ Այդ հարցը ինձ մոտ տպավորություն է ստեղծում, որ մի քիչ sense մեր ընդհանուր քաղաքական մտքի ծուլության նշան է եւ նաեւ դրդում է ծուլության մեզ կառավարող ուժի եւ Հայաստանի ցանկացած կառավարող ուժի։ Ինչու՞, որտեւ այդ հարցը ձևն է, այդ հարցը պետք է թողնել մի կողմ եւ գնալ եւ կառավարությանը արդեն իսկ այդ ստորագրված 64 էջանոց փաստաթղթի տարբեր էջերում զետեղված բովանդակային փոփոխությունների մասին հարց տալն է, որը մեզ կտանի անդառնալի փոփոխությունների ճանապարհով։ Այսինքն մեր ուշադրությունը մենք պետք է կենտրոնացնենք մեր իրականությունը այնպես փոխելու վրա, որպեսզի այդ ձեր ասած որոշման կայացումը լինի ինքնաբերաբար։ Նաև այստեղ շատ կարևոր է, որ Եվրոպական միությունը մեզ ցանկանա, այսպես ասած, վերցնել, հա, կամ ուզենալ մեր նման գործընկեր երկիր ունենալ, եթե քաղաքական որոշումը չկայացնի։
նկատի ունեմ մենք մեր իրականությունը այնպես պետքա փոխենք եւ այդ իրականությունը փոխենք նախ եւ առաջ մեր համար, որpիսի այդ ձևական հարցը իր ոնց բացատրեմ, իր սրությունը կորցնի։ Կարծում եք մենք կարող ենք մեր իրականությունը, այն իրականությունը, որի մասին դուք եք խոսում, փոխել այդպես, շարունակելով ավելի խորը հարաբերություններ ունենալ հապկի հետ։ Այո, որովհետեւ կրկին ոչ խորը հարաբերություններ հապկի, ինձ թվաց թե ԵԱՏՄ-ի մասնակցում ներողություն եմ խնդրում, որովհետև հապկը առանձին գիծ է, նախորդ խոսակցությունից դրդված կարծեցի, որ ԵԱՏՄ-ի մասին է խոսելու։ Այո, ԵԱՏՄ-ն խոչընդոտ չէ, որ մեր պայմանական որևէ անցման տակ հագուստի կողքը ուտելիք վաճառելիս նաև օրինակ մարդիկ չծխեն անցումի տակ։ Այս իրականությունը փոխելու խոչընդոտ չէ, ոչ ԵԱՏՄ-ն, ոչ էլ որևիցե այլ բան։ Մենք այս իրականությունը, այսինքն խոսում եմ սննդի անվտանգության ստանդարտների մասին։ Այս իրականությունը պետք է մենք փորձենք փոխել, այլ ոչ թե ձևական հռչակումներով իրականում վտանգենք բուն գործընթացը, որովհետև այդ ձևական ձևակերպումները առաջացնում են լարումներ։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մեր ամբողջ ժողովուրդը այդ տրանսֆորմացիայի միջով քայլի համընթաց եւ հասկանա կապերը մեր կյանքի որակի փոփոխության եւ մեր քաղաքական քայլերի եւ ոչ ոք չկարողանա այդտեղ կասկածի բան մտցնել, հա, դետալ մտցնել, որ ընտրված ճանապարհը գուցե ճիշտ չէր։ Սրա համար անհրաժեշտ է, որպեսզի դանդաղ հաստատուն քայլերով մենք առաջ շարժվենք։ Բայց այդ պարզ բաները, որ դուք նկարագրում եք նաեւ, դրանք էլ են ձեզ մոտ դժվար ստացվում, հա։ Իհարկե, իրականությունը փոխել ամենադժվար բանն է։ Հեշտ է հռչակել, ունենալ խորագրեր եւ դրանցով առաջ շարժվել։ Շատ ավելի դժվար է իրականությունը փոխել։ Թերի վերահսկողությունից է նաեւ։ Ոչ միայն, նաև դա, բայց նաև բոլորիս մտքերի ընթացքը, վերաբերմունքը մեր կյանքին պետք է փոխվի եւ այստեղ իսկապես առաջնային է, որ մենք ուշադրություն դարձնենք, որ այդ ամենը մենք անում ենք մեր համար, մեր երկրի, մեր ժողովրդի բարեկեցության ու խաղաղության համար, որ այդ ստանդարտները շատ նորմալ է, որ Բրյուսելը կոչում է եվրոպական ստանդարտներ։ Այդ մարդիկ եվրոպական միության անդամ երկրներ են, իրենց ստանդարտներ իրենք այդպես են կոչում։ Մենք, քանի դեռ անդամ չենք, անդամության տեխնացու չենք, եւ նույնիսկ այդ պարագայում էլ այդ ստանդարտներին պետք է վերաբերվենք որպես լավ ստանդարտներ։ Խորագիրը այդ պետք է լինի, որպեսզի կրկնում եմ, որպես ժողովուրդ առաջ շարժվենք համընթաց բոլորով միասին եւ թույլ չտանք, որ որևէ մեկը ինչ որ կասկած փորձի մտցնել այդ գործընթացների տրամաբանության, տեմպի մեջ։ Հապկում դուք ունեք իրավունքներ եւ պարտականություններ, որոնք շարունակում են պահպանվել, որովհետեւ նորմատիվ իրավական բազայում նման բան չկա, սառեցնել կամ չգիտեմ ինչ-որ բաներ անել, բայց մասով ասենք հապկի հարցերը ինչ չեք լուծում։ Գիտեք, ես հապկի մասին մտածելու առիթ կունենայի, եթե տևական ժամանակ առաջ հապկում վերանայած լինեին Հայաստանի Հանրապետության սահմանների գոյության հարցը, որտեղ ամխնդիրը այդտեղից սկսվեց։ Հիմա եթե այդ խնդրի անդրադարձ չկա, այսինքն հապկը դեռևս չգիտի իր սահմանները։ Առավել եւս երբ մենք ասել ենք, որ անդառնալիության կետն էլ այդ սահմանները գտնելու, այսինքն ուշացել են։ Հետևաբար առիթ չունեմ մտածելու, արդյոք արժե մտածել թե ոչ։ Իսկապես։ Այո։ Դա լուրջ է ձեզ։ Ինչը, ներեցեք։ Այն մոտեցումով, որ դուք նկարագրում եք, այդպես հա, օրինակ, եթե մենք ուզում ենք գնալ դեպի Եվրամիություն, հա, այդ լրջությունը ինչպես պետք է վերաբերվել, ինչ պիտի արվի այս կողմենքում, այս դեպքում չկա։ Նայեք, մեզ այդ խնդիրը ինձ չի անհանգստացնում։ Մեզ կանհանգստացնի, օրինակ, եթե մենք պատրաստ լինենք անելու մի գործողություն, որը անհամատեղելիություն է ստեղծում այս ստատուս քվոյի իրավիճակի հետ։ Ճիշտը, սա ճշմարիտ պնդում է թե ԵԱՏՄ-ի պարագայում, թե հապկում, չէ։ Սա պետք է լինի մեր գործնական անհանգստությունը, եթե մենք հետաքրքրված չենք զուտ քաղաքական պոլեմիկայով, կամ ինչը ես ընդունում եմ, քաղաքացիները կարող է մտավախություն ունենան, կասկածներ ունենան կառավարող ուժի մտադրությունների հռչակումների շուրջ, հա, ես այդ ամեն ինչը հասկանում եմ, բայց գործնական մասով մենք կարող ենք անհանգստություն ունենալ, եթե ուզենանք անենք մի քայլ, կլինի դա անվտանգային, թե տնտեսական, որը կպարզվի, որ այդ իրավական կարգավիճակները այդ քայլը անելուն խոչընդոտ են։ Այստեղ մենք կարող ենք դրան անդրադառնալ, բայց մենք դրանից այնքան հեռու ենք։ Հասկանում եմ, բայց դուրը չեք հակել, խոսքը դրա մասին է, մանավանդ ունենալով սեպտեմբերի 3-ի օրինակը, հա, ով է բացառում կամ ով է այդ երաշխիքը տալիս մեզ, որ սեպտեմբերի 3 չի կրկնվելու, երբ որ դուք շարունակում եք մնալ այս կառույցներում, մեկում սառեցված, բայց մնում ենք, մյուսում ավելի ենք ուզում խորացնենք,
Հերու չեն գնում, Վրաստանի օրինակն ենք նայում, հետևություններ ենք անում, իրանք էլ էին այդպես Եվրամիություն, ինքնիշխանություն, մենք, չգիտեմ, զարգացում եւ այլն, բայց հիմա տեսնում ենք այնտեղ ինչ է կատարվում, այսինքն որտեղից է գալիս այդ վստահությունը, որ այս իշխանությունը չի բերելու այս երկրի գլխին նոր սեպտեմբերի 3։ Շատ կարևոր բան եք ասում, եւ ես պնդում եմ, որ շտապողական քայլեր անելը սեպտեմբերի 3 ստեղծելու բաղադրատոմս է։ Այսինքն իսկ ավելի դանդաղը ոչ, ուշացած նաև հետխորհրդային մյուս երկրների փորձին, եթե իսկապես ուզում ենք ուշադրություն դարձնել, եթե իսկապես ուզում ենք դասեր քաղել, մենք պետք է նկատենք, որ պետք է կառուցվի համաժողովրդական կոնսենսուս հարցերի շուրջ, որպիսի էլի կրկնում եմ, հնարավոր չլինի կասկած ներմուծել այդ գործընթացների ճշմարիտ լինելու մեջ, սա շատ կարևոր է, որպեսզի համաժողովրդական ըմբռնումներ ձևավորվեն, որտեղ մենք ինքներս մեր դեմ չենք կարող պայքարել։ Պետք էլ չէ։ Ինձ այնքան հետաքրքիր է այս ըմբռնման եւ մոտեցմանը դուք հանգել եք երբ, էլի, որովհետեւ հիմա եթե մենք հետադարձ նայում ենք, ձեր կանխատեսումը կամ վերլուծությունը կամ հետևությունը, որ մենք եթե արագ ինչ-որ բաներ անենք եւ այլն, դա ավելի շուտ կբերի սեպտեմբերի 3-ի, քան ավելի մտածված, դանդաղ, բայց կայուն եւ հստակ չափված ձևով, որովհետեւ կարող եմ օրինակ թվել մի քանի օրինակներ, էլի, առանցքային, այսպես նշանային օրինակներ։ Դուք որոշեցիք հապկում ձեր անդամակցությունը սառեցնել այն դեպքում, եւ 2022 թվականին հարձակվեց Ադրբեջանը Հայաստանի վրա եւ հապկը ոչինչ չարեց, այդ թվում եւ Ռուսաստանը, եւ հայտնեցին, որ իրենք չգիտեն Հայաստանի սահմանները։ Այսինքն դուք մինչեւ այդ կանխատեսել եք այդպիսի մի բան, եթե ոչ, ապա ձեր հիմա ներկայիս խոսքերը եւս կարող են մեզ մոտ կասկածի տեղ տալ եւ որոշակի վստահության պակաս ձևավորել, բա հիմա ինչպես հավատանք ձեր ասածին, կամ մեկ այլ բան, դուք սկսեցիք սպառազինության այլ աղբյուրներ փնտրել այն բանից հետո, երբ Ռուսաստանը չվաճառեց կամ չփոխանցեց զենքը, որի համար Հայաստանը վճարել էր, բայց մինչև այդ Հայաստանի դիվերսիֆիկացիայի մասին սպառազինության խոսք չկար, կամ սիրիական իրադարձությունների ժամանակ, երբ այդ խայտարակ որոշումը կայացվեց եւ այնտեղ ռուսական դրոշի ներքո Հայաստանը զորախումբ ուղարկեց եւ միայն անդառնալի կետի ժամանակ այդ ռուսական դրոշի ներքո մեծ զորախումբը անվտանգությունից ելնելով դուրս եկավ, նախ ինչու այդպիսի որոշում կայացվեց կամ ինչու ավելի շուտ դուրս չեկավ, եթե դուք այդպես լավ հաստատուն գիտեք ինչպես է պետք գնալ ուր որտեղ ինչ արագությամբ, կասկածներ կարող ենք ունենալ, չէ՞, ձեր հիմիկվա ասած պնդումների վրա։ Եթե սենց ընդհանրացնեմ, ես հակառակ պնդումը կարող եմ անել, այդ բոլոր դրվագներում շատ դժվարությամբ զանազան հաշվարկներ անելով մեր որոշումն է հանգեցրել նրան, որ այսօր Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կասկած անգամ չունի, որ մեր որևէ քայլի մեջ մենք ոչ թե պրոակտիվորեն ենք տարել որևէ հարաբերություն փակուղի, այլ մենք եղել ենք ամենակառուցողական այդ հարաբերության մեջ, մեր ուսերին, այն ոչ գիտեք, չէ, մեկ ասում են, այ գորգը բավականաչափ կարմիր չէր, որը դուք փռել եք։ Բոլոր գորգերը միշտ եղել են ամենահնարավոր կարմիր գույնը, վերաբերմունքը եղել է ֆանտաստիկ, դրական եւ լավը, գործողությունների մակարդակում էլ մենք մեր պարտականությունները կատարել ենք, եւ սրա շնորհիվ է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը այսօր ամբողջությամբ աջակցում է մեզ եւ գիտի տարանջատել, թե ինչն է մանիպուլյացիա եւ ինչն է ճշմարտություն։ Իհարկե սա դառը կորուստների գնով է եղել։ Եվ ես նաեւ լսում եմ այն ձայները մարդկանց, ովքեր ասում են, բայց մենք ավելի շուտ էինք դա ասում։ Էտեն եմ լսում։ Բայց կրկին, մենք առաջ պետք է շարժվենք, որպես միասնական ժողովուրդ։ Սա շատ կարևոր է այդ գործընթացի չտապալման համար։ Եվ մի հատ կարևոր մի բան էլ, որ ես համոզված եմ ձեզ մոտ նորանոր հարցեր եւ կասկածներ կառաջացնի, բայց ես ճիշտ եմ համարում սա անպայման ընդգծել։ Մեր քաղաքական միտքը բոլորինս մեր պատմության բերումով շատ տենց տրամադրված է հակամարտության հարաբերության մեջ տեսնել աշխարհը։ Հիմա մենք մի հակամարտության էջ փակել ենք մեր անմիջական հարևան Ադրբեջանի հետ եւ դրան զուգորդված նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ենք փորձում թափ հաղորդել, հա, առաջ տանել։ Շատ կարեւոր է, որ մենք նկատենք, որ մեր քաղաքական միտքը հանկարծ ու հանկարծ չփորձի փնտրել նոր հակամարտության հարաբերություն, որում կարող է իր սովորական ինքնադրսևորումը ունենալ։ Սա այդ մի քիչ այդ սոցիալ հոգեբանության, տրամաբանության ներքո եմ անում։ Մյուս բանը, որ ես կուզեի զգուշացնել, հետխորհրդային մյուս երկրների
պատմությունը չընդունել որպես անխուսափելի ճակատագիր եւ process, որի միջով պետք է անցնենք եւ նաեւ դիմադրել այս առնչությամբ մեր հասցեին հնչող սպառնալիքները։ Գիտեք, Հայաստանում ենք ընտրում, օրինակ կան երկրներ Բալթյան, որոնց օրինակը բնավ դեմ չենք ընտրեինք, այսպես ասած։ Իհարկե, այնտեղ էլ իր դժվարությունները կան, բայց ուզում եմ ասեմ, որպես հովանոցային պատկերացում Հայաստանը իր կողմից շատ ճիշտ կլինի եւ այդպես էլ մենք անում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները մեր մասով մենք պատրաստ ենք տանել այն դաշտ, որտեղ Ռուսաստանը այլևս ակնկալիք չունի, որ մեր հարաբերությունները խարուսխվում են թուրքական աշխարհի հետ խնդիրներ ունենալու վրա, որտեղ դա է եղել նախկին, հա, եւ մեզ հաճախ Մոսկվայից դրա մասին է հիշեցնում, որ ոնց եք դուք պատրաստվում հաղթահարել ձեր պատմական ժառանգությունը, այդ ինչպես է հնարավոր։ Այս բաղադրիչը պետք է հանել, թողնել պրագմատիկ հարաբերության բաղադրիչը, որի պատմական փորձառությունը մենք ունենք, օրինակ Իրանի հետ։ Իրանը եւս պետություն է, որը նախկինում եղել է կայսրություն, մենք եղել ենք այդ կայսրության մաս, այսօր Իրանի ու Հայաստանի հարաբերությունները հանդարտ են, չունեն պատմական կոնտեքստ եւ խարսխված չեն այլ երկրների հետ Հայաստանի ունեցած խնդիրն, այսինքն հասկանում եք, չէ՞, ինչ նկատի ունեմ, ոչ մի երկիր չփորձի Հայաստանի հետ իր հարաբերությունները կառուցել ընդդեմ մեկ այլ երկրի, այդպիսով մեզ գցելով թակարդը, եւ մենք էլ մեր հարաբերությունները կառուցելիս նկատենք, որ ոնց որ այդ տարբեր հարաբերությունների մյուս ծայրում գտնվող երկրներն ու կառույցները գուցե միմյանց հետ լավ հարաբերություններ չունեն։ Մենք այդտեղ ոչ մտնում ենք դրանք շահագործել, տարբերությունները շահագործելու նպատակով, բայց նաև ակնկալիք ունենք նմանատիպ վերաբերմունքի մեր հանդեպ։ Ես դեռ շատ հարցեր ունեմ։ Օրինակ, քանի որ մենք խոսեցինք հապկի մասին կամ ընդհանուր, հա, հապկասրով ենթադրաբար պիտի հասկանանք անվտանգություն, բայց հապկի դեպքում դա փոքր-ինչ, այսպես ասենք, միամիտ մոտեցում է։ Օրինակ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, ասաց, որ Եվրոպական միությունը ուզում է մեր դեմ պատերազմ սկսել, մենք չենք ուզում, բայց եթե իրանք սկսեն, մենք հիմա պատրաստ ենք։ Նախորդին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարեց, որ Եվրոպան պիտի պատրաստվի պատերազմի, Ռուսաստանը այդպես նկարտումներ ունի եւ խոսք հենց առաջիկա տարիների մասին է, պետք է մեծացնել ռազմական բյուջեն եւ Լավրովը հետո էլի խոսեց, ասաց մենք այսօր պատրաստ ենք, Եվրամիությունը ուզում է պատերազմել մեզ հետ, մենք պատերազմը չենք սկսի եւ այլն։ Իհարկե հիմա կարող ենք էլի խորանալ պատմության մեջ բավականին նմանություններ գտնել այս խոսույթների մեջ։ Ամեն դեպքում, հա, իրավիճակի նման զարգացման դեպքում Հայաստանը շարունակելով լինել Ռուսաստանի ռազմավարական գործընկեր դաշնակիցը, ՀԱՊԿ անդամ, թեև սառեցված եւ ԵԱՏՄ անդամ։ Հնարավոր է այդպիսի զարգացման դեպքում Հայաստանը որ կողմում է լինելու։ Նախ ես ուզում եմ հույս հայտնել, որ աշխարհում, այո, աշխարհում նորից, որովհետև դրանք վատ սցենարներ են։ Բայց ինչ որ հիմա կատարվում են ու Եվրոպայում, չպետք է բացառել ոչինչ։ Այո, եւ նաեւ ճիշտ կլիներ, որ դրանք տեղի չունենան։ Իհարկե։ Բայց այստեղ մի կարևոր այդ վատ սցենարներում մեր գործողությունների մասով ես դες հստակություն չեմ կարող տալ, որովհետև շատ տարբեր այլ հանգամանքներից կախված կլինի մեր ասելիքներն ու անելիքները։ Ես դες այս մեր նախորդ խոսակցության համատեքստում եւս մեկ բան կուզեի հավելյալ ասել, որ Եվրոպական միությունը մեզ հետ հարաբերություններում մեզ բնավ չի շտապեցնում վատ իմաստով քայլեր ձեռնարկել կամ ինչ-որ բաներ անել, որովհետև գիտեք, այդ քայլերն ու գործողությունները Հայաստանը պետք է անի ինքն իր վրա զգալով ամբողջ պատասխանատվությունը այդ քայլերի հետևանքների։ Կրկին, մեր քաղաքական միտքը շատ հակված է նրա, որ ոնց որ երբ կառուցում ենք ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ, ինչ որ անվերապահ աջակցության ակնկալիք ունենանք։ Այս պարագայում մենք հնարավորություն ունենք այդ սխալ ճանապարհով չգնալու եւ հասկանալու, որ ամբողջական պատասխանատվությունը մեր գործողությունների վրա կամ դրա մի մեծ մասը մենք ենք կրելու եւ անպայման հաշվարկներ անենք, թե որ պահին, որ քայլին ենք մենք պատրաստ։ Այ պատկերացրեք այդ ամբողջ հնարավորը մի մեծ խնձորից մի կտոր կծեցիր, պետք է համոզված լինես, որ դու այդ խնձորը կարող ես ծամել, կուլ տալ եւ մարսել, հետո նոր անցնես հաջորդ կտորի կտորը գծելու։ Բայց հաճախ լինում են դեպքեր ավելի լավ է փորձել եւ դժվարությամբ կուլ տալ,
քան չփորձել, չգնալ այդ դժվարությանը եւ հայտնել շատ ավելի վատ իրավիճակում։ Դե դրա համար ես առաջարկում եմ ոչ թե մնալ սոված, կոպիտ։ Ոչ թե ծուլանալ ու միշտ այդ հրճակը, այլ բոլորս ես էլ օրինակ այդ 64 էջանոց փաստաթուղթը կարդացել եմ, փորձում եմ ուշադրությունս կենտրոնացնել, թե այդ ինչ մանր օրենսդրական, այսինքն այդ ահռելի օրենսդրական բյուրոկրատական համակարգը, ինչպես ենք մենք ինտեգրում, այսինքն այդ ստանդարտներին համապատասխանեցնում մեր երկիրը, մեր հայացքը մի պահ պետք է ուղենք իրականությունը փոխելու վրա։ Այն պահին, երբ նույնիսկ այս լարումը չի լինի խոսակցության մեջ, այդ ժամանակ կարող ենք հանգիստ լինել, որ մենք այն փոփոխությունը, որը հարուցել ենք, անդառնալի է։ Այդ իրականությունը փոխելի հարցը իմ սիրած թեմաներից մեկն է։ Այդպես ես բարբերաբար ինչ-որ շատ པարզ խնդիրների մասին բարձրաձայնում եմ, որոնք ուղիղ պայմանավորում են մեր կենսակերպը, մեր առօրյան, հա, մեր կյանքի որակը, որին զրո արձագանք կա որևէ ինստիտուտից։ Զրո, իրենց չի հետաքրքրում ոչ մի ինստիտուտի, հա։ Սա մասին, սա առանձին թեմա է, չխորանանք այդտեղ։ Բալանսավորման թեման փակելով էս անունը դնենք բալանսավորում էս զրույցի մեր հատվածի, հիշում ենք, չէ, որ վարչապետը հայտարարեց, որ ՀԱՊԿ 2 անդամ Հայաստանի դեմ պատերազմի նախապատրաստության է մասնակցել, այդ թվում Բելարուսը։ Երկրորդ անդամի անունը չտվեց, մենք գուշակում ենք ենթադրաբար, բայց որ գնում է օրինակ Ռուսաստան, Բելարուս չի գնում, մտածում ենք, որ դա կարող է Ռուսաստան չլինել, ՀԱՊԿ մի ուրիշ անդամ լինել։ Ով կարող է այդ անդամը լինել, որտեվ տեսեք, Բելարուսը էլ չեք բալանսավորում, ոչինչ չեք անում Բելարուսի հետ։ Ոչ գնում եք, ոչ գալիս եք, բայց Ռուսաստան գնում եք, ուրեմն Ռուսաստանը չի այդ երկրորդ անդամը։ Շատ եթե բալանսավորում եք Բելարուսը էլ պիտի գնաք ենթադրաբար։ Ինչու՞ եք Բելարուսը մերժում, ԵԱՏՄ անդամ երկիր, ՀԱՊԿ անդամ երկիր, շատ խճճված բան է, էլի ձեր բալանսավորումը։ Ով է երկրորդը ըստ ձեզ, դա Ռուսաստանը չէ փաստորեն։ Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել, ես այդ վարչապետի այդ ասածը կթողնեմ այնպես ինչպես կա, եւ լսեցի ձեր վերլուծությունը, հետաքրքիր դիտանկյուն է, առաջարկում եմ ձեզ լսել իմը։ Մենք մի երկիր ենք եւ մի կառավարություն ենք, որը Ադրբեջանի հետ խաղաղություն է կառուցում եւ Թուրքիայի հետ նորմալացման գործընթացով է անցնում։ Եվ մենք այցելում ենք Թուրքիա, գիտեք, որ փոխվարչապետը այցելեց Ադրբեջան, հնարավոր են այլ փոխայցեր, այս լարման կոնտեքստում մեր գործողությունները հաշվի առնելով պետք է դատողություններ անել, թե ինչ է հավանական, որ այս կառավարությունը կանի այլ կառավարությունների հետ շփումներում, եթե այդտեղ կան խնդիրներ։ Այդ խնդիրները պետք է լուծվեն։ Մենք շահագրգռված չենք, եւ սա ոնց որ Հայաստանի շահերից է բխում, սա մեզ ոնց որ մեր ներքին բնութագրիչը չէ, սա այն է, թե մենք ինչպես ենք գնահատում Հայաստանի շահերը։ Մենք որևէ երկրի հետ հավելյալ լարումներ ստեղծելու շահագրգռվածություն չունենք։ Իհարկե, այստեղ հնչում է այն արգումենտը, որ բայց այդ երկիրը ունի այդպիսի շահագրգռվածություն, այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ ցանկացած X երկիր էլի, պետք է հասկանանք, որ իրադարձություններից առաջ պետք չի ընկնել։ Զուտ այն վերլուծությունից, որ որևէ մի երկիր չունի այն բայրացակամ տրամադրվածությունը մեր հանդեպ, որը մենք կցանկանայինք, մեզ չպետք է դրթի անելու քայլեր, որոնք կբյուրեղացնեն այդպիսի անբարյացակամ քայլերը կամ որ ավելի կարևոր է, Հայաստանի ժողովրդի մոտ կստեղծեն տպավորություն, թե մեր հաշվարկներում մենք սխալ ենք եղել։ Սա շատ կարևոր է, որ Հայաստանի ներսում միշտ լինի ըմբռնում, ընդ որում շատ լայն հանրային կոնսենսուս, հա, ոչ միայն կառավարող ուժին համակրող ընտրողները, այլ մեր բոլոր քաղաքացիները պետք է որոշակի տրամաբանություն տեսնեն մեր գործողությունների եւ դրանց տեմպի մեջ։ Այս ըմբռնման պետք է մենք առաջ շարժվենք։ Շատ լավ։ Եվ հիմա գալով որոշակի ներքին հարցերի, գուցե նաեւ փոխկապակցվածություններ ունենալով արտաքին հարցերում, հիշում եք, որ թվարկում էի, որ դուք post factum եք նախաձեռնել, օրինակ զենքի սպառազինությունը, որ նշեցի, ՀԱՊԿ-ի չարձագանքը, հա, Ռուսաստանի անգործությունը, Սիրիայում մեր զորախմբի հետ կապված, դրան ավելացնում եմ եւս մեկը՝ կաթողիկոս։ 7 տարի առաջ, երբ որ տեղի ունեցավ հեղափոխություն, քաղաքասարքության ներկայացուցիչները խոսում էին նրա հեռանալու անհրաժեշտության մասին, ձևավորվեց անթուփ միջև շարժում, այդ թվում եւ հոգեվորականների կողմից, տարբեր հոգեվորականներ գնացին տարբեր ստուդիաներ եւ խոսում էին այն ամենի մասին, ինչի մասին դուք այսօր խոսում եք, եւ մենք 7 տարի անց եք դուք հանգել նրան, որ հա, բա էլի գալով այդ հարցին, որտեղից ձևավորել վստահությունը, որ դուք ճիշտ եք ձեր որոշումների կայացման մեջ։ Այսինքն այդ ձեր որոշումները ժամանակավրեպ չեն։
նախորդ թեմայի մի դրվագ ասեմ, էլի, Հայաստանի սահմանը մեկից ավել անգամ էր խախտվել։ Այդ երրորդ անգամից, երբ ՀԱՊԿ չարձագանքեց, երրորդ անգամից այդ որոշումը կայացվեց։ Ուզում ասեմ, ես էլ ավելի կբարթացնեմ ձեր ասածը, բայց սա ինձ հետ չի պահի այն մտքից, որ ամեն գործողություն պետք է անել այն պահին, երբ այդ գործողությունը, այսինքն երբ այդ հարաբերության մեջ իսկապես անդառնալիության կետը հատել ես եւ համոզված ես, որ քո այդ գործողության մեջ դու քննադատության որևէ տեղ չես թողել։ Մանավանդ երբ խոսքը մի ամբողջ ժողովրդի ճակատագրի մասին է։ Կրկին ասում եմ, իմ սիրտը ցավում է, որովհետեւ սա մարդկային կյանքի գնով է նաև տեղի ունեցել, այսինքն այդ ամեն հարցակման ժամանակ մարդկային կյանքեր են կորսվել։ Գալով այս թեմային։ Այստեղ էլ գիտեք, ես էլ կարող եմ ասել, որ հեղափոխությունից հետո օրինակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումն էր իմ մտահոգությունների առարկան եւ եթե որոշ քաղաքացիներ կաթողիկոսի փոփոխության հարցն էին բարձրացնում, ես էլ որպես падգամավոր կարծում եի, որ ինչ որ բան պետք է փորձենք անել։ Հիմա շատ ժամանակ է անցել, շատ իրադարձություններ են տեղի ունեցել։ Ես լի եմ շատ ցավերով ու ափսոսանքներով, բայց նաև տեսնում եմ, որ այդ հնարավորությունները անցյալում չկային։ Եթե ես Հայաստանի խնդիրներին այդպես որպես համալիր անդրադառնամ, հա, ու նաև պետք է նկատել, որ բազում դերակատարներ, կառույցներ, ինստիտուտներ, անհատներ, իհարկե հեղափոխությունից անմիջապես հետո հեղափոխությունը ընդունեցին իգիտություն եւ շատ արագ փոխվեցին։ Այդ մարդիկ առ այսօր Հայաստանում ապրում են այդ ըմբռնմամբ, որ այո, այդ անդառնալի փոփոխությունը Հայաստանում տեղի է ունեցել, այդ անցումը տեղի է ունեցել եւ իրենք այս նոր իրավիճակում գտել են իրենց դերը, տեղը աշխատում են թե մասնավոր ոլորտում, նկատի ունեմ, օրինակ բիզնես ունեն, բիզնեսով են զբաղվում, թե օրինակ որևէ պետական ինստիտուտը, որը կիսա հանրային է, ասենք օրինակ չգիտեմ, գիտությունների ակադեմիայում ինչ որ մեկը եւ այլն։ Բայց քաղաքական իրավիճակի փոփոխության դեպքում ձեր անդառնալիության կետը կվերադառնա իր Դե հիմա նայեք, մենք այդ ենք անընդհատ մեզ ընդհանուր բանը որն է, որ մենք քննարկում ենք ինչ քայլեր անել, ինչ արագությամբ, որպեսզի այն փոփոխությունները, որոնք մենք հարուցել ենք, լինեն անդառնալի։ Էսա մեր, այսպես ասած, ընդհանուր շահը։ Արդեն երբ գալիս է տեմպին, գործողություններին, մենք ունենք տարաձայնություններ, տարբեր պատկերացումներ։ Եվ ես կրկին հասկանում եմ, որ այն քաղաքացիները, ովքեր դիտում են այս ամենը, իհարկե եւ անհանգստություններ կարող են իրենք ունենալ եւ կարծել, որ պետք է շտապել կամ պետք է շտապել, բայց իսկապես ամեն ինչ ունի իր ժամանակը եւ կրկին օրինակ այս հարցում է տեսեք, մենք հասել ենք մի կետի, որտեղ ես համոզմունք ունեմ, որ այն համոզմունքը, որ ես ունեմ, Հայաստանի ժողովրդի մեծ մասը ունի։ Եվ իմիջիայլոց ասեմ, կաթողիկոսի հեռացումը այնպիսի մի օրակարգ չէ, որի շուրջ կարելի է ցնծալ։ Իհարկե դա դիսկոմֆորտ առաջացնող հարց է։ Մեր խնդիրներից շատերը լուծելը դիսկոմֆորտ առաջացնող հարց է, բայց ես գիտեմ, որ այսօր ես ունեմ, մենք ունենք ժողովրդի հանդուրժողականությունը այդ փոփոխության նկատմամբ առնվազն են, ուզում եմ ասեմ, ամենադիսկոմֆորտ ապրող մարդն էլ առնվազն գիտի, որ այո, այդ ճանապարհը դժվար ճանապարհ է, տհաճություն է մեզ պատճառում, բայց մենք այդ ճանապարհը պետք է անցնենք, որտեղ դուրս են գալու այն մյուս կողմում, որտեղ իրավիճակը փոքրինչ ավելի լուսավոր է։ Էլի խնդիրներ միշտ լինելու են, բայց այն պատմական ժառանգության մեր խնդիրները մենք լուծած ենք դուրս գալու այս թունելի մյուս կողմում։ Հարց հասցնեմ էլի, թե լիովն եմ այս համատեքստում։ Օրինակ ձեզ համար խնդիր չի, որ Եզրաս Ներսիսյանը ըստ ձեր իշխանության գործակալ է ԿԳԲ-ի, բայց ազատ ելումուտ էր անում միջև վերջերս Երևան եւ մասնակցում էր օրինակ ցույցերի հաջողություն Սամվել Կարապետյանի, հա, ուզում եմ հասկանամ այդ ոնց է այդպես լինում։ Օրինակ, չգիտեմ, ես առավել քան օրինակ համոզված եմ, որ հիմա իշխանության որևէ ներկայացուցչի թիրախավորելու համար, եթե այդպես հանրային մի բան ասեմ, հա, նրան վիրավորեմ եւ այլն, չի բացառվում, որ օրինակ, չգիտեմ, ԱԱԾ-ն գայս տաղավարում ինձ փռից տեղ գետնին։ Բա այդ մարդիկ ոնց են ազատ ելումուտ անում։ Այսինքն ձեզ օրինակ այդ հարցը չի հուզում, երբ որ վարչապետը այդպիսի բան է ասում, ձեզ մոտ հարց չի առաջանում, հələ մի րոպե, այս իրավապահ համակարգ չկա այս երկրում։ Տեսեք, որևէ գործակալի բացահայտման եւ նրա ետևից գնալու նախադեպեր գրեթե երբեք չեն լինում, որովհետև դրանք նաև միջպետական հարաբերությունների հարցեր են, հա, կարող են առաջացնել խնդիրներ այնտեղ, որտեղ խնդիրներ պետք չէ։ Հիմա որ վարչապետը այսպես հայտարարում է, դա ուղղակի հայտարարություն է ուրեմն, դա խնդիր չի արուցի, որովհետև Ռուսաստանն էլ հասկանում է, դե այնքանավոր օդի մեջ բան է էլի հայտարարում, ներքաղաքական իր համար հարցեր է լուծում։
Չէ, դա Ես հասկանում դա այդպես է, թե այդպես չէ։ Ինչը ներեցեք։ Վարչապետի հետ ասածը։ Չէ, դա ոնց որ ուզում եմ ասեմ, մի հատ խնդիր է, որը մենք մեր երկրի ներսում ունենք։ Հասկանում եմ, բայց դա տարբեր երկրներ, չէ, եթե մենք դիտարկում ենք այս կամ այն երկրի հետ հարաբերությունների նաև կոնտեքստը, բնույթը, որակը պիտի հաշվի առնել այդպիսի գործողություններից առաջ, ինչպես դուք եք ասում, չէ՞։ Ուզում եմ հասկանամ, այս դեպքում վարչապետի հայտարարությունը մերկապարանոց է։ Չէ, բնավ։ Դա մի խնդիր է, որը մենք մեր երկրի ներսում ունեինք, որոշակի ծավալով շարունակում ենք ունենալ։ Դա մենք մեր երկրի ներսում պետք է լուծենք։ Եվ այստեղ գիտեք ինչ կա, նաև այդ հաճախ է հնչում, չէ՞ որ բացեք ցուցակները, հրապարակեք։ Չեմ ասում բացեք։ Հա, հասկանում եք, որ որևիցե տեղ դրանք sense կոկիկ գրված չեն այդ ցուցակները։ Չէ, չեմ ասում բացեք։ Այսինքն մեր իրականությունը դիտում ենք, մենք այդ իրականությունը վերլուծում ենք, այդ մասին հանրության հետ կիսում ենք։ Ես համոզված եմ հանրությունն էլ իր վերլուծական կարողություններով կարող է այդ ամեն ինչը կատարել եւ մենք համընթաց այդ ճանապարհով պետք է առաջ շարժենք, բայց սա ներ հայաստանյան խնդիրը, որտեղ տարբեր երկրներ, հայաստանյան խնդրի մասին եմ խոսում։ տարբեր գործակալներ կարող են ուզենալ ունենալ Հայաստանում։ Մեր խնդիրը այն է, որպեսզի մենք որպես ժողովրդավարություն դիմադրողունակություն ունենանք այդպիսի երևույթների նկատմամբ եւ այդ տոտալ ներթափանցումը մասնավորապես եկեղեցում ինքներս դրա դուռը փակենք եւ ապահովագրենք մեզ այդպիսի միջամտություններից։ Ախր մարդուն այնպիսի բաների մեջ կարելի է մեղադրել ու տենց անհիմն, այսինքն փաստ կա, իրավական process չկա, ոչ մի բան չկա, ուղղակի այդպես հայտարարություններ են այդ մարդկանց մասին։ Ես չեմ ասում այդ մարդիկ մի, չգիտեմ, սրբեր են իսկապես եւ չէ, անկախ նրանց ինչ են, դա կապ չունի։ Եթե չկա փաստ, եթե չկա իրավական process, դուրս է գալիս, որ այդ հայտարարությունները ուղղակի մերկապարանոց են, վաղն էլ իմաստին կարող եք բարձրանալ, ասել ազգային ժողովում, ասել Ժիրայրը KGB-ի, չգիտեմ, գործակալ է։ Եվ Ժիրայրը բնականաբար ձեզ լսողները կասեն, վայ, տեսակ, իմացաք։ Ես համոզված եմ, որ եթե երբևէ հնչի մի հայտարարություն, որը չունի հիմնավորում, դա ըմբռնում չի գտնի։ Դա պարզապես ըմբռնում չի։ Բայց իրավական է, դուք եք ասում ժողովրդավարություն, իրավական պետություն։ Բա ուր է այդ իրավական բաղադրիչը ստեղ։ Այսինքն սրանով դուք իրավական պետություն չեք կառուցում, չէ՞, այս գործելակերպով, այս մասի գործելակերպով։ Խնդիրը, եթե իրավապահ համակարգը ունի այդ փաստական տեղեկությունները եւ ոչինչ չի նախաձեռնել ուղղակի այդ տեղեկությունների մասին զեկուցել է վարչապետին եւ տեղեկությունները հայտնվել են ուղղակի իր ձեռքում, այդպես, որովհետեւ իրավապահ համակարգը ենթարկվում է իրեն։ Դա էլ է խնդիր։ Դա էլ է խնդիր, որ վարչապետը հայտարարում է, բայց այդտեղ ոչ մի իրավական հիմք դրա տակ չկա։ Երկու դեպքում է խնդիրը։ Երկու բան։ Մեր իրավապահ համակարգի մի մասը ենթարկվում է վարչապետին։ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարին նշանակում եւ պաշտոնից հեռացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը իր հայցողությամբ։ Այս հայցողություն բառը պետք է հասկանալ իսկապես, եթե ոնց որ ուզում եմ ասեմ խնդիրներ չառաջանա, թե դա ինչ է նշանակում, ոնց որ կարա առանց հիմնավորման, այսպես ասած, որոշի։ Հետևաբար ազգային անվտանգության ծառայությունը ամեն օր զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Եվ վարչապետն է որոշում, որ պահին հարուցել քրեական հետապնդում։ Դե գիտեք, եկեք մի պահ հետ գնանք այն խոսակցությանը, թե արդյոք որևէ հիշում եք, այսպեսի մի հատ քննադատություն կար, որ Տիկին Զախարովան է կարծես ասել, որ օրինակ բիզնեսի պարագայում նվազում է տեղի ունեցել, որտեղ ահա բիզնեսմենը հայտնվել է իրավական համակարգի ռուսական կապիտալ։ Հա, ռուսական կապիտալի ներկայացուցիչը։ Հիմա այդ իրավիճակները պետք է այդմ գնահատել եւ հասկանալ։ Այս եկեղեցու խնդիրը Հայաստանի ներսում պահելու խնդիր է։ Եվ այս իհարկե, եթե ինչ որ սահմաններ չհատվեն, օրինակ, այդպիսի սահմաններ հիշում եք ԱԳՆ-ի մի աշխատակից իրավական գործընթաց տեղի ունեցավ եւ այդ սահմանները հատվել են եւ այդ իրավական գործընթացը տեղի ունեցավ։ Իսկ մնացածը գիտեք ինչ կա, բացի ուզում ասեմ, քանի որ նախ ես համոզված եմ, որ այդպիսի բաներ չկան, ցուցակներ կոկիկ միտեղ դրված, որոնք կարելի է հրապարակել։ Եվ երկրորդը, շատ մարդիկ ոնց որ ազդեցության գործակալ են իրենց մտածողությամբ։ Եվ պետք է նկատի ունենալ, որ մենք որպես ժողովուրդ այդ գործողությունները, այդ մտածելու ձևերը նկատելու ձև պետք է ունենանք եւ դիմադրողականություն նման միջամտությունների նկատմամբ։ Այսինքն գործողությունները ոչ ուղղակի այդպես են մտածում։ Չէ, գործողություններում այնտեղ երբ որոշակի սահմաններ կհատվեն եւ կլինի պատշաճ արձագանք այդ սահմանները հատած։ Այսինքն դա իրավական ոչ մի սահման հատված չէ, փաստորեն։ Համոզմունք չունեմ, չգիտեմ։ Դե եթե չկա իրավական process, ուրեմն հատված չէ։
Եթե մենք այդպես անվերապահորեն վստահում ենք իրավապահ համակարգին եւ վստահենք, որ որոշումները չեն կայացնում քաղաքական բարձրագույն իշխանության կողմից իրավապահ համակարգի վերաբերյալ։ Այո, եւ ես վստահություն դրան ունեմ, բայց այն ըմբռնմամբ, որ այդ ազգային անվտանգության շուրջ որոշումները այնուամենայնիվ կայացնում է վարչապետը եւ դա այդպես է օրենքով։ Այսինքն դա օրենքից դուրս չի։ Օրենքով է։ Շատ լավ։ Ինչ վերաբերում է եզրափակենք հանրային նաև ըմբռնումներ, ընկալումներ եւ այլն, դա հանրությունը ոչ մեկի համար իմ նորություն չեմ ասի, որ այո, կարծում է, որ հենց եկեղեցու վերնախավը իդեմս նաև կաթողիկոսի հենց գործակալներ են եւ այլն, ու նրանց տեղը նրանցով պետք է զբաղվի իրավապահ համակարգը, բայց այս ընկալումը հանրության դուք չեք կիսում։ Նայած երբ ասում եք գործակալ ինչ նկատի ունեք։ Օրինակ շատ մարդկանց ես լսում եմ, ես հասկանում եմ, որ իրենք բան չեն, որևիցե համագործակցության մեջ չեն օտարերկրյա ուժերի հետ, իրենց մտածողության ձևն է այդպիսին։ Իրենք, այսպես ասած, ազդեցության գործակալներ են, կամ իրենց շփումները կարող միջնորդավորված են բուն գործակալների հետ, հա, այսինքն իրենք ուղղակիորեն տեղյակ չեն, որ իրենց եւ սրա պատճառն էլ միջայլոց կա։ Մենք հասկանում ենք, չէ, խորհրդային միության ժամանակ ինչպիսի միջամտություն է տեղի ունեցել, սրա մասին հաճախ խոսել ենք Դաշնակցության ներսում եւ Հայ առաքելական եկեղեցու ներսում։ Այս երկու կառույցներում դա դարձել է ինքնաշխատ մտածողության ձև։ Հետևաբար այդ հարցերի մի մասը իհարկե իրավական գործընթացով կարող ես լուծել, բայց մի նեղ հատվածը եւ այդ նեղ հատվածը լուծելով հրճակել, որ դու ահա խնդիրը լուծեցիր, բոլորովին ոչ, իրական մեր խորքային խնդիրը մտածողության այդ ձևերը, որոնք Հայաստանի Հանրապետության սահմաններ օրինակ չեն ճանաչում։ Պարտադիր չի գործակալ լինես, որպեսզի մտածես, որ այ բանա պետության սահմանները պետք է ընդլայնվեն այնքան, մինչեւ համընկնեն հայրենիքի սահմանների հետ։ Հիմա այս միտքը ազդեցության գործակալի բնորոշ միտք է, բայց կարող են լինել մարդիկ, ովքեր այս միտքը կիսում են, բնավ չլինելով ոչ ազդեցության գործակալ, ոչ էլ առավելևս գործակալ։ Եթե այդ գործակալությունը նաև հենց այդ գուցե մտածողություն է, գուցե միջնորդավորված ինչ-որ մի բան է եւ այլն, ապա ինչու է վարչապետը այդ թեման կապում ազգային անվտանգության հետ։ Ես չեմ հասկանում այդ դեպքում։ Որովհետև սրանք ազգային անվտանգության խնդիրներ են։ Դե մարդիկ թող անդառնալի բան անեն, նոր այդ ազգային անվտանգության հարցը առաջ են։ Ինչ որ բան չեն արել, ինչ կապ ունի ազգային անվտանգության։ Գիտեք, ազգային անվտանգությունը մենք անընդհատ պատկերացնում ենք որպես միայն այլ երկրների միջամտություն, բայց օրինակ հանրային առողջության հարց կարող է լինել, որ ազգային անվտանգության խնդիր է։ Դե այո, դա ոչ մեկ չի։ Շատ տարբեր հարցեր կարող են լինել, որոնք պետությունը եւ կառավարող ուժը կարող է հրճակել որպես ազգային անվտանգության մարտահրավեր։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էր։ Քննչական կոմիտեն նախորդին 5 ժամ խուզարկություններ է կատարել Արցախի ներկայացուցչությունում։ Ընթացքում միացել են փրկարար ծառայողները, բացել չհրկիզվող պահարանը, ըստ փաստաբան Ռոման Երիցյանի, բացի Ազատ Արցախ թերթից այլ բան չեն գտել, առգրավել են նաև համակարգիչները, իսկ քննիչները դեռ լռում են։ Քննչականը առայժմ չի պարզաբանում, միայն ասում է, որ հարուցված վարույթի շրջանակում են գործողությունները։ Քրեական վարույթը, որի շրջանակներում իրականացվում էր խուզարկությունը, նախաձեռնվել է 2025 թվականի հունիսին եւ կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործությունների հետ։ Երիցյանն Ազատությանը պատմել է, որ ավելի քան վստահ է սա քաղաքական հետապնդման ու արշավի շարունակությունն է։ Փաստաբանը հարցադրում է անում պատահական էր արդյոք, որ երեք հենց այս շենքում լսումներ են հրավիրվել, որի ժամանակ էլ արցախցիները հայտարարել են Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրենց իրավունքից չեն հրաժարվելու։ Արցախի նախկին մի Պարտակ Բեգլարյանը եւ պետնախարարի պարտականությունները կատարող Նժդեհ Իսկանդարյանը եւս պնդում են խուզարկության հիմքը քաղաքական է։ Իդեպ հունիսից մինչև հիմա քրեական վարույթի շրջանակում Երիցյանի տեղեկություններով հարցաքննվել է Արտշին բանկ ընկերության տնօրենը։ Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի եւ Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ։ Ցեսիայի պայմանագիրը կնքվել է Հայաստանի կառավարության եւ Արցախի կառավարության որոշման շրջանակներում։ Ով է իրավաբանական անձը, փաստաբանը հրաժարվում է նշել, սակայն ակնարկում դատարանն իր
որոշման հիմքում դրել է կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը եւ վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Խուզարկության նախորդ օրը, երբ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչությունում բարձրացնում էին վերադարձի հարցը, Գերմանիայում վարչապետ Փաշինյանը, արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությանը Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգի փաստաթղթի վերաբերյալ, որում Բաքուն դժգոհություն էր արտահայտել այն առնչությամբ, որ այդ փաստաթղթում կիրառվել է Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպումը, Ադրբեջանին առաջարկել է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեմաները։ Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, այն մյուս կողմից ասում է վայ գրածա Ղարաբաղյան հայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում ներողություն 25 թվականի օգոստոսի 18-ին, օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես հիմա ուզում եմ բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետեւ այդ թեմաներով ինչքանով իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Փաշինյանը հավելել է, եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է, որ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը։ Ղարաբաղյան շարժումը ավարտվել է եւ ինքս իրան սկսելու փորձերը օգտակար չեն, բայց մյուս կողմից Հայաստանում էլ տեսնում են, որ Ադրբեջանը օգտագործում է անդադ արևմտյան Ադրբեջան, ինչ որ անհասկանալի տերմինաբանություն։ Հիմա պետք է հասկանալ, որի պատճառն է, որը պատճառ է եւ որը հետևանք է։ Բայց ես ասում եմ, ուղիղ առաջարկ եմ անում, հույս ունեմ այս առաջարկը կթարգմանվի, որպեսզի տեղ հասնի, ես ասում եմ, եկեք, նստենք միջոցառումների ճանապարհային քարտեզ մշակենք, ոնց ենք այդ թեման հանում, որովհետև այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ այժմ զրուցելու եմ հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, նախ այս իրադարձությունների մասով, Արցախի ներկայացուցիչներ, նախկին ներկայացուցիչներ բնորոշում են սրանք քաղաքական հետապնդում խուզարկությունները։ Ձեր արձագանքը այս մասով։ Նախ սկսենք նրանից, որ բռնի տեղանումից 2.5 տարի մոտ անցել է, մի քիչ պակաս, եւ բավականին երկար ժամանակ մենք անկործություն ենք տեսել այսպես կոչված Արցախի իշխանությունների կողմից եւ պարբերաբար մեկ էլ տեսնում ես հավաքվում են ինչ որ բաներ են քննարկում եթե դա լիներ հենց բռնի տեղանումից հետո սկսված այդ պայքարը իրավունքների համար ես իմ համար ընդունելի կլինի բայց այս դեպքում ես համարում եմ որ նրանց ուղղակի կարգադրել են այդպիսի միջոցառում ձեռնարկել եւ այնտեղ գտնվող մարդիկ փաստացի ապացուցում են, որ սա կարելի ասել մինչ ընտրությունների ինչ որ քարոզաշավի հետ ընտրությունների հետ կապված ինչ որ PR խոդա, որտեղ օգտագործում են այդ մեր ներկայացուցիչները։ Իսկ որոնց մեկ պարտադրել են եւ ընտրություններին առաջ ով է պարտադրել։ Արդեն դա երկրորդ հարցն է, ով է պարտադրել, բայց ես նրանց բոլորին ճանաչում եմ, ծերից ծեր։ Նրանց մեջ բացարձակ մեծամասնությունը Բեզիձեին անգաղափար մարդիկ են, կոճակ սխմող եւ կոպիտ ասած պրոտեժեներն են Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նրանց ճտերն են կոպիտ ասած եւ դա մենակ ես չգիտեմ, մենակ ես չեմ իմանում, դա ամբողջ մեր Ղարաբաղի ժողովուրդը գիտի եւ ասեմ, որ մեծ դժգոհություն է առաջացել հասարակաքաղաքացիների մոտ, որ այդտենց երկու տարուց հետո հիշել են, որ հավաքական վերադարձ եւ այլն եւ այլն։ Իսկ մեծ առումով հաշվում եմ, որ մեզ ունենք միջազգային իրավունքներ, ցանկացած մարդ այս աշխարհի վրա ապրող ունի միջազգային իրավունքներ եւ որևէ մեկը
չի կարող մեր իրավունքներից մեզ զրկել։ Հիմա մենք դրան կգանք, այս հարցը շարունակենք քննարկել։ Այ հետաքրքիր է, դուք հիշեցիք, չգիտեմ, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես կարող են նրանք կարգադրել, եթե նրանք գտնվում են Բաքվի բանկում։ Ես չասեցի, որ նրանք են կարգադրել, ես ասում եմ, այդ մարդիկ բացարձակ մեծամասնությամբ կարգադրանք էին ամբողջ իրենց կյանքը կատարում։ Այնտեղ ազգային ժողովում մենք տարիներ շարունակ տեսել ենք այդքանը եւ չի կարող նման մարդը դուք մեջի իդեա առաջանա։ Դրա համար եմ ես ասում կա ինչու է մտածում որ կարգադրություն է դա, որովհետեւ այնտեղ ներկայ էին եղել մարդիկ, որոնք ընդհանրապես քաղաքական դաշտում չկային Ղարաբաղի, Հայաստանի նույնպես եւ նոր ինչ որ բաներ են փորձում ստեղ քաղաքական դաշտ մտնել եւ դուք հայտնվում էին այդ դահլիճում ելույթներ են ունենում։ Բա ոնց ես տրամաբանեմ։ Միակ բանն է, որ ընդդիմադիր որոշ գործիչներ կարգադրել են, որ այդ ամենը կատարվի եւ ես մի հատ հարց ունեմ այդ բոլորին տալու։ Լավ Նիկոլի սխալները բանը, Նիկոլ Փաշինյանի սխալները դնենք մի կողմ։ Իրենց պետքա հարց տալ։ Արդյոք Հայաստանի եւ Ղարաբաղի նախկին ղեկավարները իշխանությունը մեղք ունեն այս տվյալ իրականության հաստատման մեջ։ Եթե ասեն ոչ, ուրեմն իրանք ստում են կամ էլ ուղակի սյուրի են կոպիտ ասած, անգիտակից զանգված են։ Բայց դրանք այդպես չեն։ Իրանք սուտ կասեն, եթե ասեն ոչ։ Միանշանակ բոլորն էլ իրանք մեղքի բաժին ունեն եւ 20 թվականի պատերազմի այդ արդյունքները, բանակի վիճակը, հանրության վիճակը եւ այլն մեծամասամբ կախված է դրանց գործունեության հետ։ Հետևանք է նրանց այդ կոռուպցիոն, այդ կործանիչ գործունեություն, երկարատև գործունեության արդյունքն է։ Սա է իրական պատասխանը, բայց դրանց որ հարցնես իհարկե ասել են ոչ ինչու, որովհետև դրանք պաժիզնի ամբողջ իրանց կյանքով պարտավոր են Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, դրանք այդ ամեն ինչը որ ձեռք են բերել, թե իշխանություն, թե ունեցվածք, բոլորը նրանց շնորհիվ է։ Եվ ամոթ իրենց, որ Սենց մեծ խոսում են առաջի իրավունքում մարդու իրավունքն է, մեր սահմանադրության մեջ գրված է, որ մարդն է բարձրագույն արժեքը, եւ ձեզ մարդ սարքած մարդիկ, որ նստած են Բաքվում, դուք գոնե միտինգներ ինչ են մասնակցում այդ գերիների վերադարձի, ամոթ իրանց երկու անգամ։ Այդ ցանկացած երեսին կարամ ասեմ եւ հիմնավորեմ այդ նստածների։ Բա այդ դեպքում ինչ շահ են հետապնդում։ Շու էլի անում են, ինչ ասեմ, ինչ շայնատան, ասում են արեք անում են։ Գիտեք ինչպես, մեծ հաշվով, երկու կողմերից սխալ քաղաքականություն են վարում, դե իշխանություն դե ունեցում, բայց մեծ հաշվով այս ինչը տեղի ունեցավ, Հայաստանի Հանրապետության օգուտ է տալու, ես ձեզ հավաստիացնում եմ, որովհետև նորից եմ կրկնում, ցավալին այն չէ, որ օրինակ Պուտինը ոնց է հիմնավորում, այն 90%-ի համար է հիմնավորում, որ ասում է դե Ղարաբաղի ժողովուրդը բանման, բայց դե Փաշինյանը ասեց, սենց ոնց կարող է մի մարդու խոսք ավելի հզոր լինել, քան միջազգային իրավունքը։ Այսինքն եթե կա ժողովուրդ, որը ինքնորոշման հանրաքվե է անցկացրել, որի համար Միսկի խումբ է ստեղծվել, 30 տարի աշխատել, այսինքն կոնֆլիկտ կա, ժողովուրդ կա ինքնորոշված, եւ այսինքն միջազգային օրենքով, բոլոր օրենքներով Պուտինը հիմնավորում է, որ Փաշինյանը ասենց ասել դրա համար։ Չի կարող էլի մարդու խոսքը միջազգային իրավունքից բարձր լինի։ Նույնն էլ, ասինքն անտեսել է մեր միջազգային իրավունքը Պուտինը։ Երկրորդ անտեսումը եղել է աշխարհի հզորների, օրինակ Թրամփի կողմից, որ խաղաղություն է փորձել բանել, Թրամփը իրականում ոնց է գործում, ասում է պետք է գիտակցել իրականությունը։ Այսինքն իրավունք բան հիմա մի կողմ է դրած ամբողջ աշխարհում, միջազգային մեկ տեսնում ենք ինչ է կատարում, չէ՞։ Ամբողջ աշխարհում։ Հիմա Թրամփն էլ ասում է մեր իրավունքները, ժողովրդի, Արցախի ժողովուրդ, էլի անտեսմամբ փորձում է խաղաղություն, չէ՞ հաստատի։ Էլի նույն կերպ է, մենք լռում ենք, հասկանալով իրականությունը։ Բայց ամենացավալին նա որ Հայաստանի ղեկավարությունն է էլի տենց անում։ Լավ, քաղաքական առևտուր է դա կոչվում, հարց չկա, հասկանալով մեր վիճակը, երկրի վիճակը, տարածաշրջանում վիճակը, կարելի է չէ՞ մի բան հասկանալ, բայց եթե մի կողմից ասում ենք դուք մեր քաղաքացիների չեք, մի կողմից իշխանությունը այսպես ասում, ապա դուք ինչ իրավունք ունենք մեր միջազգային իրավունքը անտեսեք կամ ասենք փակենք այս թեման, կամ ինչ կապ ունի 88 թվականի որ շարժումը սկսվել է, չէ՞ որ 100 հազարավոր Բաքվի հայեր, Սումգայիթի
ամբողջ մեծամասնությունը ինտելիգենցիան հայեր 200-300 հազարով մարդ է գնացել ինչու չենք մենք դրանց դնում մի նժարի վրա որը պետք է այլ հիմա էլ Ղարաբաղի ժողովուրդն ենք դնում մի նժարի վրա թեմայից շեղվեցինք բայց ես լուրջ բաներից եմ խոսում ի՞նչ կապ ունի Ղարաբաղի 23 թվականի բռնի հանվածը որը ամբողջ աշխարհը ճանաչել է որպես փախստական եւ Հայաստանի Հանրապետությունը Հիմա փորձենք այդ ամենը չջնջենք, մեր իրավունքները ջնջենք, որպեսզի այսպես կոչված Զապադնի Ադրբեջանի ժողովուրդը Ալիևի հետ խոսակցությունը վերջացնի։ Դուք համաձայն չեք այդ մոտեցման հետ։ Ես ոչ թե համաձայն չեմ, այլ նման քաղաքացիություն սխալ է։ 23 թվականից որ եկել ենք մենք այստեղ, մենք իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել ենք դա, որ չի կարելի փակել այդ հարցը։ Դա քաղաքական առևտուրի տեղատալու մեզ։ Հա մենք հասկանում ենք, որ անհնար է հիմա գնանք նորից հետ գնանք տեսնում ենք իրականությունը որն է բայց քաղաքական առևտրի համար մեր թեման պետք է տակ պահել եթե դուք չեք ուզում այն նրանց հետ աշխատել ու ճիշտ ելանում եք որովհետև նրանց մեջի ոչ իդեա կա ոչ նրանք երբեք ղեկավար չեն եղել նրանց ղեկավարել են ապա կան նորմալ մարդիկ որ կարելի է պայմանավորվել եւ հետ այդ քաղաքական առևտրի իշա Հայաստանի օգտագործել այդ ամենը Եվ բացի վերադարձից կան նաև շատ միջազգային իրավունքներ, որոնց մասին ընդհանրապես չի խոսում։ Այո, սեփականության իրավունք եւ այլն պարզներ։ Որը հիմա շատ պետք է արցախցիներին Հայաստանում վերաբնակեցնելու համար, որը կբերի Հայաստանի հզորացմանը եւ զարգացմանը։ Իսկ այդ նույն միջոցառում որ կազմակերպեց Արցախի ներկայացուցիչում եւ այլն, սրանք արցախցիների շրջանում այդպես դրական արձագանք Ես կարող եմ մի բան ասել, դրանցից որևէ մեկը իրավունք չունի կոնկրետ իմ անունից, իմ ընտանիքի անունից խոսել։ Դրանք այդ ոչ օրինական, ոչ բարոյական իրավունք չունեն։ Ես երեսը կգնամ իրանց կհանդիպեմ ու կասեմ, որ արցախցիների անունից խոսում եք ասեք բացի Տիգրան Պետրոսյանից եւ իր ընտանիքից, որովհետեւ իրանք այդ բարոյական իրավունքը չունեն։ Նորից եմ ասում, սա կրկին նորից շոու է, հա, եւ ձեզ ասեմ, այնպես չէ, որ չենք կարող մենք այդ շենքից քշենք դրանց։ Այնպես չէ, որ չենք կարող։ Առաջի օրը կարող էին քշել, հետեւի դռնով կփախնեին սա։ Ուղղակի այդ իրանց պատիժն է։ Այդ բերը, որ վերցել են գցել գետնին այդ երեք այդ ջահելները Այդ իրանց պատիժն է, թող այդ պատիժի այդ շենքում կրեն, ամեն օր կոստը հակնեն, գնան, գործի իմանալով, որ իրանք զրո են, որ ժողովուրդն են իրենց զորո ճանաչում, որովհետև հենց իրանց գործողություններով է դա ապացուցվել։ 2.5 տարի է ժողովուրդը քչեքը ընկած, ոչ մի բան չեմ մտածում, մեր միջազգային իրավունքը, երբ ժողովրդի մեջ մի հատ էներգիա գոյացել, որը կարելի է ճիշտ օգտագործել, ես խոսում եմ անցած տարվա մարտի վերջին կայացված հանրահավաքը օպերայում 10,000-ից ավելի մարդ կար դեղ։ Այդ էներգիան պետք է ճիշտ օգտագործել։ Ես չեմ ասում ընդդեմ իշխանությանը Նիկոլ Փաշինյանի եւ ոչ միջազգային իրավունքի տեսնում ենք որ անկարող է Նիկոլ Փաշինյանը։ Ճնշում են 4 կողմից առանցել այդ Ալիևի վերջի հայտարարությունները հենց այդ կոնտեքստում են։ Ինքը հասկանում է որ Փաշինյանի միակ իշխանության մնալը դա խաղաղության օրակարգն է եւ Փաշինյանը այն օրը, չգիտեմ, նկատել են այս եկեղեցական շոուների ընթացքում, Փաշինյանը իր կոզերտուզը հանել արդեն։ Որն է։ Որ ասել է երկու հայտարարություն արել հարցազրույցի, մեկը որ այս խաղաղությունը Հայաստանի ժողովրդի խաղաղությունն է, եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է տեր կանգնի իշխանությունը։ Դա այն կոզերտուզն է, որը Փաշինյանին որևէ մրցակից չի ունենալու ընտրություններին։ Եթե ամեն ինչ այս sense գնա, ասինքն ֆիզիկապես Փաշինյանը ընտրություններին ներկա գտնվի, Փաշինյանի դեմ խաղ չի լինելու։ Դա հասկանում են եւ ընդդիմությունը, այդ տարբեր քաղաքական թևեր եւ ընդդիմադիր թևում հիմա պայքար է այնքան որ իրարից ձայն խլեն մտնեն ազգային ժողով։ Նիկոլ Փաշինյանը իր ընտրվել է, ապահովել է, ասում եմ, այդ քաղաքարտով։ Խաղաղություն եք ուզում ինձ ընտրեք։ Հիմա ով է գնալու ավելի լավ բան առաջարկի։ Ոչ մեկ։ Այստեղ ուրիշ հարց է յետում։ Այստեղ գնում է որ Նիկոլին այդ խաղաղությունից եւ իշխանությունից զրկողը միայն մեկը կարող է լինի։ Դա Ալիևն է։ Եթե հանկարծ սահմանին Աստված ոչ անի լարվածություն, միջապետաբեր տեղունան, ժողովուրդը կհասկանա, որ սուտ է այդ խաղաղությունը։ Եվ
իշխանազրկվի։ Հիմա հարց է ծագում, արդյոք Ալիևը այդքանը չի հասկանում եւ չի փորձելու օգտվել իշխան հնարավոր է։ Այստեղ հարցը նա է, որ պետքա կարմիր գծերը լինի, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը իր անձնական բաներով ելնելով, որովհետեւ շատ դժվար վիճակում է գտնում, պետքա չթողենք, որ այդ կարմիր գծերը հաղթի։ Իսկ այդ մասը, այդ ներկայացության եւ այլն, ես նորից եմ կրկնում, շանս չունեն դրանք։ Նիկոլ Փաշինյանի ձեռն է այդ կոզերը, այդ խաղաղությունը իր ձեռն է։ Ներսից շանս չունեն, նրանք եթե խելոք լինեն, նրանք մեր սոցիալական վիճակի, մեր միջազգային իրավունքներից հատուկ տեղ կա դիմելու եւ հայտնելու մեր բողոքը։ Դա բանի գրասենյակն է, ՄԱԿ-ի գրասենյակն է։ Ամեն ինչ, բոլոր հարցերը պետք է այնտեղ դիմաց։ Շատ լավ, դուք ասում եք, որ այդ հաղթաթուղթը Փաշինյանի խաղաղության օրակարգը, բայց դաշնակցականները, քոչարյանականները, հանրապետականները ասում են, ահա մերն էլ է այդ օրակարգը, բայց արժանապատիվ։ Քանի տարի արժանապատիվը ո՞րն է։ Եկեք հասկանանք, այդ դաշնակցականներից եք խոսում։ Կարող եք ասել, այդ դուք չգիտեք, երևի թե չգիտեն, մեր դաշնակցականների երեխեքից, այն որ ազգային ժողովում նստած էին, ո՞րն է գնացել պատերազմի մասնակցել պայքարել։ Հայրենասիրությունը դեղա չէ դրսևորվում, ասելով գնաց, ասելով չի, որ երկիրիդ վտանգի տակ ալնում գնում ես պաշտպանելու այդ հայրենասիրությունը։ Հիմա ո՞ր մեկի տեղն է գնացել պաշտպանել դաշնակցականների։ Բերանս բացել մի տվեք է, կամ բացի Արեգից, ես ներողություն եմ խնդրում Արեգից, մեր падգամավորն է, ում տղեն կարգին տղա եղել գնացել է զոհվել է։ Բացի նրանից, այդ տղուց որևէ մեկի որդին կամ որևէ մեկը ջահելներով նստած էին հայրենական պատերազմ ագանում թուրքը արդեն կեսը գրաված նկողում լրացած մասա է գալուց նրանք ոչ պայքարողներ են որ ասես խեք չունեն բայց ժամանակ է եկել գնացել են պայքարելու այդպես մասա չկան դեղ դրամը էլ պետք չի դրանից խոսալ թե իրենց առաջարկած խաղաղությունը հետեւյալ բնույթն է կրում հստակ սահմանել որ Ադրբեջանը եւ Թուրքիան մեր թշնամիներն են վերականգնել Ռուսաստանի հետ փչացրած դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ միասին ապահովել մեր անվտանգությունը վերադարձնել ազգային միասնությունը կառուցել ուժեղ Հայաստան ու վերջում դե կարելի է ասել խմենք օրինակ նույն Քոչարյան Ռոբերտը ով էր խանգարում իրան այդքան անել ինա ռուսների հետ էինք էլի ճիշտ չեմ ասում մենք ժողովուրդով ռուսների հետ չէինք չէ ասում եմ պիտի ավելի խորը ո՞րն է լավ մի հատ հասկանանք էլի եթե Լեռնային Ղարաբաղում ռուսներ չեն եղել եկեք հասկանանք որտեղ էին այստեղ ռուսները թեկուզ մեզ են մեղադրում ռուսաֆիլության դեմ երբեք Լեռնային սովետը քանդվելուց հետո ռուսը որ դուրս է եկել Ղարաբաղից էլ չի եկել մինչև 20 թիվը բայց Հայաստանում 102 բազան որպես անվտանգություն ամբողջ սահմանը բանը օթանավակայանները բոլորը ռուսների ձեռն էին չէ միջև էս վերջերս հիմա էլ է կեսը ձեռներ էլի կամաց հեռացնում ենք այսինքն մենք չենք ռուսների հանդեպ վատ բանալ վատ պահել ռուսներն են մեզ գցել իրականությունը չի ռուսներն են մեզ գցել իրանք ռուսները սխալ քաղաքականություն ռուսները չէին պատկերացնում որ մասսովի իսխոդալնելու ես դա փաստերով եմ ես ներկայացրել եմ ումը պետն էլ ներկայացրել եմ այդքանը փաստերով որ նրանք պատկերացնում են որ մեկը մի 10-15000 մնալու են որ իրենք էլ մնան հա եւ ինքը ասել է նա մետը խվացի դա որ ասում եմ դեղի բանն է ասել կուրատորը այդ մերատվոր FSB-ի կուրատորն է ասում օգոստոսի վերջ երրորդ անգամ որ գնացել եմ զգուշացրել որ մասսովի իսխոդալնելու դու մեր ժողովրդին լավ չես ճանաչում դու վիճակը լավ չես հասկանում սոված իրում երեխեքը սոված են դուրս են գալու բոլորը գնան դու հարավային Կովկասը կորցնելու եք 3 անգամ այդ զրույցը արել եմ երրորդ անգամ ասել եմ ես հասկանում եմ դու հայրենասեր ես բան не надо на шантажировать массовым исходом все равно здесь 15 тысяч останется а нам этого хватит это իրանց բերանով են ասել իրանց այդ արտակի ոնց որ սխալվել են Ուկրաինայում իմացել են թե ծաղիկներով Կիևում իրանց ստրեչադան անելու նույնն էլ Ղարաբաղում են թող իրանից նեղանան իսկ նույնից եմ ասում են Պուտինը ասաց այն Պուտինը 90-95% ականջների համար է ասել եթե Պուտինը ուզենար Ղարաբաղ պահեր կասի Փաշինյանը ով է որ այն ժողովրդի ինքնորոշման իրավունքը անտեսում է ճիշտ չեմ ասում այսինքն Ռուսաստանին ձեռատվել է ժամանակ այդպես վարվել է
դա նորից եմ ես կրկնում, բազմիցս եմ կրկնել, այդ է քաղաքականությունը հիմա։ Այսօր բարեկամ ենք, վաղը ճշնամի ենք, ինտերեսներն ամանում։ Նշտական բարեկամներ, բան, սա փոխվում է քաղաքականության մեջ։ Հիմա այս պահին այտենց է դարել եւ Քոչարյան Ռոբերտը ընդհանրապես իրավունք ունի խոսալ, որովհետեւ 94 թվականին մենք բազմաթիվ զոհերով մենք հաղթանակ ենք նվաճել, ծնկի բերել թշնամուն եւ ամենալավ պահը ինքը բաց է թողել կնքելու այդ խաղաղություն կնքելու պարտադրելու եւ այլն։ Դա իրականություն։ Հիմա եկել եք ինչ եք խոսում 20 տարուց հետո երգիրն էլ այնտենց չի որ Իսրայելի նման պատրաստվել եք որ ասենք միջա ինչ ձեի դուր այսի մեր բուֆերնի զոնանա ով մտնի ջարդելու ենք։ Հիմա Իսրայելի նման խոսացել եք, բայց Ռուսաստանի նման թալանել եք։ Բայց Ռուսաստանը հարուստ պետություն է։ Դրա համար էլ սոյին ենք ընկել։ Եվ ես ամենացավալին են, ես սրանով չեմ են Նիկոլին արդարացնում։ Նիկոլ Փաշինյանը իր աններելի սխալներ ունի, որը մեծամասամբ սկսվել է 23 թվականի մեր բռնի տեղանումից հետո։ Բայց կա իրականություն, պետք չի այդ իրականությունը խեղաթյուրել, մեր երեխեքին նորից նույն սխալներով անցկացնել։ Իմ ամենացավալին է այս ամենում։ Ուրիշ բան չունեմ ասելու, դրանց ժամանակ եղել է այդ նույն դաշնակցականների, նույն քոչայանականները տեսել ենք ինչ ա եկել, վերջի ինչ ա եղել։ 16 թվականին պատերազմել ենք, տեսել ինչ ա եղել, որ շուտ տվեցիք, խափեցիք, հաղթանակ սարքեցիք։ Այդ է պատճառները խորքային, որ եկել եք։ Հասարակությունը այնպիսի վիճակում էր, որ ասում է պատերազմին որոշ զանգվածը չի մասնակցել։ Բա հարց տվեք, խի չի մասնակցել։ Խի չէ մարդը գնացել իրանց տունը պահպանի։ Խորքային հարցեր կա, չէ՞, որ պետք է անալիզի ենթարկես այդ պատճառը իմանաս։ Խի է այն ժողովրդին, խի եք այնց վիճակի մեջ գցել, որ այն պատրաստ չի եղել զենքը վերցնի ձեռը։ Հարցեր կան, որոնց մեղավորները դրանք են։ Հիմա դրանք կուճկա տալպով հասկանալի չէ, ումա հասնես դրանց ճտերն են, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի ճտերն են։ Ուղղակի ես թույլ չեմ տալի նրանք նստած վիրավորեմ կամ արտահայտեմ, ես իրանք որ մականի էին, այն ժամանակ է ես ասում։ Հիմա դրանց ճտերը ինչ պետք է ասեն իրանց քաղաքական բաներին, ով իրանց մարդ հասարք է կոպիտ ասած։ Այս գործի շրջանակում ըստ փաստաբանի Արցախի ներդրումային հիմնադրամի մասն է խոսում, հարցաքննվել է Արշին բանկի ներկայացուցիչ, Սամվել Կարապետյանի անունն է շրջանառում հիմա եւ այլն։ Եվ եթե Արցախի նույն ներդրումային հիմնադրամի մասին չեմ ուզում տարածված կամ օդում կախված տեղեկությունները խոսել, հա, թե ինչերով է զբաղված եղել կամ ինչ նպատակների հետ։ Ինձ հարցրեք, ես բոլորը գիտեմ։ Այդ թղթերն էլ բոլորն էլ ձերս է։ Այդ սեսիայի վերաբերյալ ես իրականությունն եմ ասելու կան երկու հատ ցուցակ կա մի հատ ցուցակը այնքան են խնդրել ստեղից դեղից իմանում էին որ այդ ցուցակը ձեռս կա գցել եմ ինտերնետ բայց այդ սեսիայի ցուցակը չեմ գցել ինտերնետ ինչու որովհետև այնտեղ կազմակերպություններ են հայտնվել որոնք ընդհանրապես Արցախի հետ կապ չունեն այսինքն եթե Արցախում ինչ որ բան են իրականացել գործողություն դրանց ֆինանսական ամբողջ բեռը եղել է այստեղի բանկերի հետ այսինքն ընդդեղի բանկերի հետ որևէ բան չի եղել եւ մարդիկ կային այդտեղ ցեսիայի ցուցակում որ մեր հիմնադրամից ցեսիայից հետո զանգել են ասել են դուք ստեղ պարտք ունեք այդ մարդը ասել է ես ընդհանրապես Ղարաբաղի հետ կապ չունեմ նույնիսկ իմ հետ խոսալուց ինքը ասել ախպեր ես մտածում եմ որ այդ հիմնադրամից գողացողը ազգի դավաճան է ես կյանքում ոնց կարամ հիմնադրամից գողանամ հիմա ասում եմ զանգել են անոնց գցել մեջը որ ես ընդհանրապես կապ չունեմ ես տեղի բանկերի հետ եմ գործողություն իրականացրել այդ թե այդ բանն եմ դրել վարկ վերցրել եւ թե բեն հետո ֆորս մաժոր իրավիճակ է ստեղծվել իրանց հաշիվները սարցրել են իրանք դատի են տվել այստեղ որ հիմա ինչ անենք մենք կապ չունենք դրա հետ ֆորս մաժորը Հայաստանի կառավարությունը կենտրոնական բանկը այսինքն ինչ ասում եմ իրականությունն ասում կենտրոնական բանկը գնացել է Հայաստանի կառավարության հետ խոսացել է որ այսպես բան է Հայաստանի կառավարությունը գաղտնի հրամանով 10 միլիարդ դրամ հատկացնել որպեսզի այդ մարդկանց հասկանալով որ այդ մարդիկ ընդհանրապես կապ չունեն որպեսզի այդ մարդ այդ բանկերին փակվի կամաց այդ բանկերը բանկրոտի չի ենթարկվեն այդ ծրագիրը եղել է բայց ինչ որ մնում է այդ հիմնադրամին այդ հիմնադրամը որ քրքրես դա փողի լվացման
աղբյուր ա եղել, դրսից փողեր են լվացել, այդ հիմնադրամով այն ամեն ինչը է, որ չեմ ուզում հետ գնալ ախր ջղանանում եմ, այն որ ասում էին քարածխի հանքը, ձուկը, որ Արայիկ Հարությունյանն ասում ենք խիք ֆեյքերով, բանում, որ ասում Աստված գա, բումերանգ եկել է, համ ճանապարհներն են փակվել, տեսել ենք, որ սուտա վառելիք չեն արտադրում, ուղղակի աֆերա եղել, Սերժի Փեսեն հարստացել է դրամով, որ բանա, այնտեղ ներենտաբելնի բիզնես է եղել, պետությունը վերջում արել է։ Ձուկը չի եղել ընդհանրապես, ասում են թելա թափել ենք, ձուկ չի եղել ընդհանրապես։ Ասելս են այդ բազմաթիվ աֆերաներ ա եղել ու ոչ միայն մենք ենք իմանում, այստեղ բոլորը էլեկտրոնացված, ես հավաստիացնում եմ, էլեկտրոնացված ամբողջ արխիվը այդ ստեղա։ Ինչ ուզեն, իրանց ունեն այդ արխիվից։ Ինչ ընդեղից բերել են, էլի ես լուրջ բաներից եմ խոսում, դե 100% անց բաներ եմ ասում։ Հիմա ցավալին է նա, որ հասարակ ժողովուրդ հասկանում է, որ լավ, որ փորձում է ինչ որ ամեն ինչը մեկի վրա գցի, այդպես չի, ես մեկը փորձում է սա մեկի վրա գցի, բայց հիմա ինչ ա եղել, այն մարդիկ, ովքեր այդ թալանել են կոռուպցիոն սխեմաներով եւ այլն, ունեցվածքի տեր են դարել եւ այլն, հիմա այստեղ ադեխատ են անում ռեստորաններում։ Մենք էլ օր ու գիշեր ենք անում, որ ընտանիք պահենք։ Այդ էլ է ցավալի։ Հիմա եթե մեղավորները նրանք են, որ բանակ չեն կառուցել է թալանան այդ գեներալներով այդ սուտի եւ այլն այդ սուտի նախարարներով, բռնեք դատեք մեր հոգին հանգստանա։ Դա սոցիալ առումով այս ժողովուրդը պետք է բուժվի։ Դե հիմա դուք ավելի եք հիվանդացնում, ասում ենք խիստ ինձ եղավ, ասում ա ձերոնք թալանել են։ Նայ մեզ թալանչինել է մի քանի ոգին են Բաքուն նստած, բա իմանացած։ Ինչով է զբաղված դե նստած են, բաների մեջ են։ Այդ է հարցը։ Այնքան հարցեր կա, իսկ ընդ այդ թալանը բոլորն էլ գիտեն, բոլորը։ Ես ցուցակ եմ գցել են մի 60 քանի միլիարդի մենակ մի քանի հոգով։ Հա չեմ ասում բոլորը թալաներ են։ Բայց մի հատ ճշտեք, այդ հետ են դվել այդ փողերը։ Եվ ամեն ինչ մեծամասամբ իրականացվել է հիմնադրամի միջոցով։ Ոչ միայն հիմնադրամի։ Երկու հիմնադրամ ա եղել, մենը գյուղատնտեսական հիմնադրամն են քերել եմ ասում։ Բացի նրանից առանձին հիմնադրամներ էին ստեղծում այդ Քաշաթաղի հիմնադրամ, էլի քերելու համար, միլիոններ աշխատելու։ Էլ չեմ ասում այդ առանց բանի ոսկին հանելը, այդ Քելբաջարից բանից առանց գրանցվելու։ Այդ քանի, էլ չեմ ասում ինչով են, չեմ ուզում խորանամ լավ։ Այդքանը որ բան անեմ մարդկանց մի 100 հոգու պետքա ցմահատան։ Այդ Ղարաբաղի այդ թալանչիներին։ Ոչ միայն Ղարաբաղի, ընդհանուր սխեմա ա եղել, մի պետություն ա եղել դե ֆակտո, ցավոք սրտի սենց ա եղել, ինչ ասեմ։ Ակնկալում եք, որ գոնե քրեական գործեր պետք է հարուցվեն այս ամեն ինչով։ Որովհետև պետք է արդեն հարուցվեն, ինչ ակնկալեմ։ Պայթուն ա տեղի ունեցել 200 քանի մարդ ա զոհվել։ Այդ հարիվները չեն կարող մետել Նիկոլի վրա գցեն։ Լավ, մնացածը ինչ որ միամտության վրա են ժողովրդի խաղում եւ այլն, սա գցում են դրա վրա, թեկուզ փաստերով կարամ ասում եմ ապացուցեմ ով է ինչ մեղք ունի դրանք։ Հիմա պայթունը տեղի ունեցել, 200 քանի հոգի զոհվել են։ Էլ չեմ ասում վառվածները, այդ չեմ ասում։ Ով է պատասխանատուն։ Ինչ որ մեկը ինչ որ դատական process կա, վինավատ всегда кто-то, չէ՞ պետք չէ այդ պատասխանատուներին մեր թարգեին։ Հենա բան են սարքել, ինչ որ գնում են ծաղիկ են դնում, բան, հա всё։ Այդ է հիվանդացնում ժողովրդին, հասկանում եք։ Այդ սոցիալ անարդարությունն է, որը բերել է այն 20 թվականին հասցրել, որի բանը բռնած 18 թվականին հեղափոխություն են արել։ Իմիջիալոց մենք էլ էինք այդ հեղափոխությունը կողմ, որովհետև ճիշտ ուղղության վրա են։ Հետո ճիշտ է, թեքվեցին, սա խառնվեց սաղի իրար, բայց այդ սոցիալական արդարությունն է բերել մեր գլխին։ Հիմա այդ սոցիալական անարդարությունը շարունակում է։ Այդ թալանչի գեներալները կայֆերի մեջ են, այդ նախարարները այնքան են աներես, այդ դրանք, որ ամեն մեկը մեծ մեղքի բաժին է, մեզ սենց օր գցելու, որ գնացել եք Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին Աստված եք սարքել 2 կոպեկի համար, արա։ Հիմա դրանք այնքան երես ունեն, որ դուս են գալի, հիմա խոսում են։ Հիմա որ գնամ բռնեմ ծեծեմ դրանց։ Ինչ են անելու ինձ։ Դատելու են, չէ՞։ Դատելու են, որովհետև մարդ թալանչուց գնացել է
ասելա մի քանի օգու օգնի զոհված երեխեքին, գործ են սարքել նստեցել։ Գլխին սարքել են, ասել են եկել են ռեկետ են անում։ Սա իրականությունն եմ պատմում։ Հիմա որ գնամ ասեմ, արա, դուք այդ ինչ երեսով եք դուրս գալի։ Հələ մեկն էլ մի բան ասի, բռնեմ ծեծեմ։ Նստեցնելու են ինձ, այո, նստեցնելու են։ Հիմա պարզում այն է, որ իշխանությունը ոչ նրանց է, ոչ թողում մենք իրանց պատժենք, ոչ ինքն է պատժում, բայց ասում է մեղավորները ինքն է, իրենք են։ Ես եմ հասարակ քաղաքացի եմ, ինձ ոնց պահեմ, ասեք։ Դե բնականաբար մենք երբեք արդարության եւ արդարադատության չենք հասնի։ Ախր գիտեք ոնց է, կա չի կարելի փաստերից հրաժարվել։ Նայեք, մենք հա լավ կարող է վերջում գենոցիդից հրաժարվենք, ինչա խաղաղություն ենք հաստատում։ Մի գենոցիդ էլ Ղարաբաղում ա եղել։ Փոքր գենոցիդ ա եղել 21-րդ դարում։ Մեր բախտները բերելա, որ հոկտեմբերի 7-ին, որ Իսրայելը այդ պալեստինյան հակամարտությունը սկսել է, մենք արդեն դեռ դուրս եկած եք եղել։ Եթե միջև էտելներ մեզ կոտորելով կհանեին դեղից։ Որովհետև Ալիևը տեսավ, որ աշխարհին Հեչ վեճին չի, ինչ է կատարում, օրը 3000 երեխա են կոտորել մի քանի օրում Պալեստինա, ով է վայարել։ Մեզ էլ տենց կկոտորեին, դուք էլ ստե մի հատ արձան կդնեին, գնայինք ծաղիկներ դնեինք։ Սա լուրջ թեմա է, որը ու ես ձեզ մի բան ասեմ, որ Արցախի վերադարձից բանից խոսում են, նախ բարոյական իրավունք ունի նախոս, ով պայքարել է, ով պատերազմի մասնակցել է, ում երեխեն պատերազմի մասնակցել է, իրականում փորձել է ինչ-որ բան անել։ Այդ նկուղիցները իրավունք ունեն բերանը բացեն։ Եվ եթե ես միայն մի հատ խորհուրդ եմ տալու, ուշադրություն պետք է դարձնել են հասարակ ժողովրդին, դա իշխանություններին վերաբերում։ Ինչ եկել եմ, այդ եմ ասում։ Ուշադրություն դարձրեք, մեր ժողովուրդ, մեր Հայաստանի հզորությունը կախված է դեմոգրաֆիկ աճից։ Մեզ էլի պատմական շանսը 100 քանի հազար մարդ է եկել, վատ պատճառով է եկել, բայց եկել է։ Մենք միջև այդ ես այս ստուդիայում մի քանի անգամ կրկնել եմ։ Եթե մարդ կա, քաղաքական գործիչ կա, այլ ուղղությամբ մտածում, ուրեմն ինքը սխալ է։ Ու այս պահի դրությամբ ամբողջ քաղաքական դաշտը որևէ մեկը այդ 100 քանի հազար մարդու այստեղ մնալու համար չեն բանանում։ Այն ընդդիմությունը ինչ անում։ Բողոքում ավեշնի, դավաճան, թշնամի եւ այլն կոնկրետ ծրագրեր չի առաջարկում այս ներքին քաղաքական, որ Հայաստանը հզորացնի։ Ինչ անում, ասում է, այս վերջերս եղամ Ստեփանյանն ասել է ինչ-որ բան սարքեք, բաժանեք, այդ ծրագիրը, այդ բնակապահովման, 2.5 տարի է այդ գնում է։ Ուրեմն 25000 ընտանիքից ընդամենը 1500 ընտանիք են։ Այսինքն շատ թերի թիվ է, որը ցույց է տալի, որ լավը չէ ծրագիրը, պետք է փոփոխության ենթարկվի, այդքանը պետք է հասկանալ։ Մենք չենք կռվում, մենք չենք ասում թշնամի ես, մենք չենք ասում դավաճան ես, մենք ասում ենք ուղղակի դա թերի է։ Եթե սրանց հետ դուք չեք ուզում գործ ունենալ, կան նորմալ մարդիկ, նրանց հետ գործ ունենացեք, այդ կոնտակտը պահեք, այդ Ղարաբաղցի ժողովրդի կոնտակտը պահեք, տեղավորեք, Հայաստանը հզորացրեք։ Մենք ուրիշ բան չենք ասում։ Մենք հասկանում ենք, որ հիմա հնարավոր չի հետ դառնալ։ Միայն պատերազմով է հնարավոր, որ մենք պատերազմ չենք ընդհանրապես։ Պատերազմ սկսեք եղածնել ենք, կորցնել, այդ ամեն ինչ հասկանում ենք։ Բայց չի կարելի կոծկել։ Նիկոլ Փաշինյանը ասել, այո, տեղի ունեցել բռնի տեղահանում, բայց հանուն խաղաղության մենք դրա մասին չենք խոսում։ Այդպես ասի, որ ասում են հետ դառնանք, ասի, 300,000 Բաքվե հայ է եկել 90 թվականին Հայաստան։ Դե հիմա մենք էլ դրա մասին խոսանք։ Ինչու հենց Ղարաբաղցիների այս վերջի վերադարձ, որը վաշիկ կապ չունի իր հետ։ Սխալ քաղաքականություն է եւ դրա մասին պետք է խոսալ, դա վիրավորանք չի, դա պետք է խոսալ, որ մարդիկ բան չեն էլի, կոմպյուտեր չեն կամ ինչ որ բան չեն, սխալներ են գործում, նամանավանդ շատ պրիմիտիվ սխալներ են գործում, նաեւ իշխանությունը։ Եվ դրա մասին պետք է ասել, այո, կոպիտ ասած աչքները կողել, որ հանկարծ մյուս անգամ այդ սխալները չգործեն։ Շնորհակալ եմ։ Զրուցակիցս հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանն էր։ Այսքան այժմի համար ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։
Իդեալական զեղչերը սկսված են։ Ձեռք բերեք իտալական եւ իսպանական նորաոճ սալիկների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 3900 դրամից։ Կան ամանորյա տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Իդեալական զեղչերը սկսված են։ Ձեռք բերեք իտալական եւ գերմանական նորաոճ պաստառների նշված տեսականին իդեալ համակարգից ամանորյա հատուկ գներով։ 1 հատը սկսած ընդամենը 3900 դրամից։ Կան ամանորյա տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։